Տիկինն աղբն է փորփրում այն նուրբությամբ, որով մարդիկ ծաղիկներ են ընտրում։ Փողոցի մյուս կողմում էլեգանտ տղամարդը ճանաչում է այդ շարժումը, նրա սիրտը սառչում է։ Դա իր մայրն է։ Այդ պահին նա զգում է, թե ինչպես է ամեն ինչ, ինչ կառուցել էր, Երանի մանր անձրը մշուշում էր Դվին հյուրանոցի պատուհանները, որտեղ հարյուրավոր գործարարներ էին հավաքվել շքեղ դահլիճում։ Գործարարներ հանուն արժանապատվության բարեգործական միջոցառումը համախմբել էր երկրի տնտեսական վերնախավին, բոլորը հագնված իրենց լավագույն հագուստներով, փորձված ժպիտներով ձեռքերին շամպայնի բաժակներով։ Բեմում ուշադրության կենտրոնում, որը լուսավորում էր յուրաքանչյուր ժեստ, Ռաֆայել Մանուկյանն ավարտում էր իր ելույթը, հաշվարկված հույզերից խեղդված ձայնով։ Նա ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը չի գնվում, այն նվաճվում է ազնիվ աշխատանքով առատաձեռն սրտով։ Իմ մայրը, տիկին Լուսինեն, 30 տարի լվացք է արել, որպեսզի ինձ կրթություն տա։ Այսօր ես հարգում եմ նրա յուրաքանչյուր զոհաբերությունը իմ աշխատանքով, իմ սոցիալական պարտավորությամբ։ Հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափահարությունների ներքո։ Ռաֆայելը ժպտաց, այն ինքնավստահ ժպիտով, որը զարդարում էր գործարար ամսագրերի շապիկները։ 42 տարեկանում նա հայկական հաջողության դեմքն էր։ Tech Vision միլիարդներով գնահատվող արհեստական ինտելեկտի ընկերության հիմնադիր Ռաֆայելը դարձել էր հաղթահարման խորհրդանիշ։ Լվացարարուհու որդի մեծացած Էրեբունի թաղամասի ծայրամասում նա նվաճել էր անհնարինը։ Տեսախցիկները ֆիքսում էին յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր բառ, որը կվերարտադրվեր սոցիալական ցանցերում մինչ հոգնեցուցիչ։ Կուլիսներում Վիվիան Հարությունյանը սպասում էր ձեռքին իտալական կաշվե պանակով։ Նա էր այդ անթերի կերպարի ճարտարապետը։ 8 տարի որպես իմիջի խորհրդատու, Վիվիանը Ռաֆայելին հեռանկարային գործարարից վերածել էր ազգային բրենդի։ Անթերի ուղիղ մազեր, դիզայներական կոստյումներ, մտածված կեցվածք։ Ամեն ինչ անցնում էր նրա քննության միջով։ Հիանալի ելույթ, Ռաֆայել։ Լրագրողները հարցազրույց են խնդրում։ Ես պատրաստել եմ ամենահավանական հարցերի պատասխանները։ Վիվիանը միշտ խոսում էր օբյեկտիվորեն, առանց բառեր վատնելու։ Նա 36 տարեկան էր, մարքեթինգի հաղորդակցության մասնագետ, լավագույն համալսարանների շրջանավարտ, Ռաֆայելի կարիերան դիտարկում էր որպես մշտական քաղաքական քարոզարշավ։ Յուրաքանչյուր հրապարակային հայտնվելը ռազմավարականորեն պլանավորված էր։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր հագուստ։ Մինչ Ռաֆայելը լրագրողներին էր պատասխանում, կրկնելով արտահայտություններ, որոնք ինքնաբուխ էին թվում, բայց տասնյակ անգամներ փորձարկվել էին, Վիվիանը հեռվից դիտում էր ամեն ինչ։ Նրա բջջային հեռախոսը անընդհատ թրթռում էր հաճախորդներից, գործընկերներից, լրատվամիջոցներից ստացված հաղորդագրություններով։ Նա պատասխանում էր մեխանիկական արագությամբ, մատները սահեցնելով էկրանով վիրահատական ճշգրտությամբ։ Միջոցառումն ավարտվեց կեսգիշերին մոտ։ Ռաֆայելը մտավ զրահապատ ԲՄՕ-ն, որը սպասում էր իրեն հյուրանոցի բացառիկ ելքի մոտ։ Վարորդը, Անտոն անունով զուսպ մի մարդ, գլխով արեց նրան շարժվեց Մաշտոցի պողոտայով։ Երան քաղաքը երբեք ամբողջությամբ չէր քնում։ Նույնիսկ այդ ժամին երթևեկությունը խիտ էր, արտրային շենքերի լույսերը դեռ վառ էին, անկյուններում շրջիկ վաճառողներ էին ջուր քաղցրավենիք վաճառում։ Ռաֆայելը նայում էր պատուհանից, իրականում ոչինչ չտեսնելով։ Նրա միտքն արդեն հաջորդ օրվա հանդիպման, ճապոնացի ներդրողների համար նախատեսված շնորհանդեսի, տվյալների վերլուծության շուկան հեղափոխելու խոստացող նոր արտադրանքի թողարկման վրա էր։ Նա ապրում էր ապագայում, միշտ 3 քայլ առաջ, պլանավորելով, ռազմավարություններ մշակելով, նվաճելով։ Մեքենան դանդաղեցրեց արագությունը Կոնդ թաղամասի մոտակայքում գտնվող արագության սահմանափակման բլոկի մոտ։ Ռաֆայելը կարգավորեց իր շվեյցարական ժամացույցը դաստակին, ստուգեց էլեկտրոնային նամակները հեռախոսում։ Հենց այդ ժամանակ նրա հայացքը գրավեց մայթին տեսարանը։ Ծեր Միգին, ծալքավորված տարիքից վերամշակման պայուսակի ծանրությունից, աղբամանի մեջ էր փորփրում։ Նրա շարժումները դանդաղ էին, մանրակրկիտ, ասես մրգեր էր ընտրում շուկայում, այլ ոչ թե կեղտոտ պայուսակներում սննդի մնացորդներ։ Այդ ժեստերում ինչ-որ բան Ռաֆայելի կրծքին ցավ պատճառեց։ Նա մի քանի վայրկյան դիտեց կնոջը, որոնք հավերժ թվացին։ Այն ձը, թե ինչպես էր նա բռնում իրերը, գլուխը մի փոքր ձախ թեքելու ձը, ինչ-որ բան ուսումնասիրելիս։ Դող անցավ նրա ողնաշարով։ Անտոն, կանգնեցրու մեքենան։ Վարորդը զարմացած նայեց հետի հայելուց։ Պարոն։ Կանգնեցրու մեքենան հիմա։ Մեքենան կայանեց մայթի եզրին։
Ռաֆայելը բացեց դուռը նույնիսկ մինչ մեքենայի ամբողջական կանգնելը։ Նրա իտալական կոշիկները դիպան թաց մայթին։ Մանր անձրը շարունակում էր տեղալ, ցուրտ համառ։ Նա քայլեց կնոջ մոտ, սիրտը թրթռալով, վախի անհավատության խառնուրդը տիրել էր իրեն։ Ձեր կինը չնկատեց նրա մոտենալը։ Նա շարունակում էր կենտրոնացած լինել ալյումինե տարաները մյուս նյութերից առանձնացնելու վրա։ Հագել էր մուգ մաշված հագուստ, շատ մեծ տղամարդու բաճկոն իր նիհար մարմնի համար, մաշված սպորտային կոշիկներ, առանց քուղերի։ Մոխրագույն մազերը հավաքված էին անկանոն հանգույցով։ Ռաֆայելը կանգնեց 3 մետր հեռավորության վրա։ Նրա ձայնը թախծոտ էր, գրեթե շշուկ։ Մայրիկ։ Կինը դանդաղ շրջվեց։ Եվ այնտեղ, փողոցային լապտերի դեղնավուն լույսի տակ, Ռաֆայելը տեսավ այն դեմքը, որը միշտ ճանաչել էր։ Նույն շագանակագույն աչքերը, այժմ խորը հոգնած։ Նույն արտահայտության կնճիռները բերանի շուրջ։ Նույն կոշտացած ձեռքերը, որոնք օրորել էին իր քունը մանկության տարիներին։ Տիկին Լուսինեն գցեց վերամշակման պայուսակը։ Նրա ոտքերը թուլացան։ Նա նայեց նրան ցնցման, թեթացման այնքան խորը ցավի խառնուրդով, որը ֆիզիկական էր թվում։ Ռաֆայել։ Իմ որդիս։ Ռաֆայելի աշխարհը փլվեց այդ պահին։ Բոլոր հավաստիացումները, ամբողջ վերահսկողությունը, խնամքով կառուցված ամբողջ պատկերը փշրվեցին ապակու նման։ Նա մոտեցավ գլորվելով, փորձելով մարսել այն, ինչ տեսնում էր։ Դա չէր կարող լինել իր մայրը։ Չէր կարող։ Նա լավ էր, ապահով, խնամված Դիլիջանի շքեղ առանձնատանը։ Ստանում էր լավագույն բուժումները, ուներ մասնավոր բուժքույրեր, ամեն ինչ լավագույնը։ Ինչ եք անում այստեղ։ Սա սխալ է, սխալ պետք է լինի։ Տիկին Լուսինեն սկսեց լուր լացել։ Արցունքները հոսում էին նրա կնճռոտված կեղտոտ դեմքով։ Նա իր դողացող ձեռքերը մեկնեց որդու կողմը, բայց չհամարձակվեց դիպչել նրան։ Թվում էր, թե վախենում էր, որ նա կանհետանա, որ դա պարզապես մեկ դաժան երազ էր։ Ռաֆայել, վերջապես։ Ես փորձեցի գտնել քեզ, այնքան փորձեցի։ Բայց ոչ ոք չէր հավատում ինձ։ Ասում էին, որ խելագար եմ, որ պատմություններ եմ հորինում։ Նրա ձայնը խռպոտ էր, կոտրված։ Ռաֆայելը զգաց, որ իր ոտքերը թուլանում են։ Նա նրբորեն բռնեց մոր ձեռքը, կարծես նա կարող էր կոտրվել ամենափոքր հպումից։ Նրա մաշկը սառն էր ու կոպիտ։ Նա կարող էր զգալ յուրաքանչյուր ոսկոր բարակ բաճկոնի տակ։ Անտոնը դուրս էր եկել մեքենայից, դիտում էր տեսարանը, առանց հասկանալու։ Ռաֆայելը կտրուկ ժեստ արեց։ Բեր վերմակ։ Արագ։ Մինչ վարորդը վազում էր ճամպրուկի բաժնում գտնվող վերմակը բերելու, Ռաֆայելը հանեց իր բաճկոնը, դրեց մոր ուսերին։ 5000 դրամանոց կոստյումն այժմ ծածկում էր կնոջը, ում մասին նա ելույթ էր ունեցել մի քանի րոպե առաջ։ Իրոնիան այնքան դաժան էր, որ նա ուզում էր փսխել։ Եկեք հեռանանք այստեղից, մայրիկ։ Գնանք տաք տեղ, ես կխնամեմ ձեզ։ Տիկին Լուսինեն միայն գլխով արեց, դեռ լացելով։ Նա թույլ տվեց, որ իրեն տանեն մեքենայի մոտ, ինչպես կորած երեխան, որը վերջապես գտնվել էր։ Ռաֆայելն օգնեց նրան նստել հետի նստարանին, խնամքով տեղավորեց նրան, ծածկեց Անտոնի բերած վերմակով։ Նայիրի, բժշկական կենտրոն։ Հիմա։ Վարորդն արագացրեց, առանց հարցեր տալու։ Ռաֆայելը բռնում էր մոր ձեռքը, զգալով, որ այն դողում է։ Տիկին Լուսինեն նայում էր մեքենայի պատուհանից, կարծես առաջին անգամ էր տեսնում այդ քաղաքը։ Նրա աչքերը շրջում էին լուսավորված պողոտաներով, բարձրահարկ շենքերով, անդադար շարժով։ Որքան ժամանակ, մայրիկ։ Որքան ժամանակ եք այս վիճակում։ Նա դանդաղ պատասխանեց։ Երբ պատասխանեց, նրա ձայնը գրեթե անլսելի էր։ 6 ամիս, որդիս։ 6 ամիս փողոցում։ Ռաֆայելը զգաց, կարծես հարվածել էին իրեն որովայնին։ 6 ամիս։ Մինչ նա հարցազրույցներ էր տալիս, միլիոնավոր պայմանագրեր էր կնքում, ճանապարհորդում էր աշխարհով մեկ, իր մայրը աղբեր հավաքում գոյատելու համար։ Նա դողացող ձեռքերով հանեց հեռախոսը, գրպանից հավաքեց Վիվիանի համարը։ Նա պատասխանեց երրորդ զանգից հետո, քնկոտ ձայնով։ Ռաֆայել։ Ինչ-որ բան պատահել է։ Ես գտա իմ մորը։ Նա փողոցում էր, Վիվիան։ Փողոցում, աղբ հավաքելիս։
Հեռախոսի մյուս կողմում լռություն տիրեց։ Երբ Վիվիանը նորից խոսեց, նրա ձայնը կորցրել էր քնկոտության ցանկացած հետք։ Դա անհնար է։ Նա դիլիջանում է, արածակ ծերանոցում։ Ես շաբաթական զեկույցներ եմ ստանում։ Ուրեմն ձեր զեկույցները սուտ են։ Ես հիմա տանում եմ իմ մորը հիվանդանոց։ Ուզում եմ, որ դուք այնտեղ լինեք 30 րոպեից։ Եվ բերեք բոլոր փաստաթղթերը, բոլոր պայմանագրերը, ամեն ինչ, ինչ կապված է բնակության հետ։ Նա անջատեց, առանց պատասխանի սպասելու։ Տիկին Լուսինեն փակել էր աչքերը, հոգնած։ Ռաֆայելը դիտում էր նրան, փորձելով հասկանալ, թե ինչպես էր թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Նա հիշում էր վերջին անգամ, երբ անձամբ տեսել էր նրան։ Գրեթե 2 տարի էր անցել։ Արագ ճաշ թանկարժեք ռեստորանում, որտեղ նա իրեն անտեղի էր զգացել, քիչ ուտելով, ավելի քիչ խոսելով։ Այդ օրվանից հետո Վիվիանն առաջարկել էր, որ տիկին Լուսինեի համար ավելի լավ կլինի հեռու մնալ ուշադրության կենտրոնից։ Նրա կերպարը, իր պարզ հագուստներով ամաչկոտ պահվածքով, չէր համապատասխանում այն բրենդի դիրքավորմանը, որը նրանք կառուցում էին։ Ռաֆայելը սկզբում դիմադրել էր, բայց Վիվիանը համոզիչ էր։ Նա ցույց էր տվել շուկայական հետազոտություններ, հանրային ընկալման վերլուծություններ, համեմատություններ այլ հաջողակ գործարարների հետ։ Նա հանգիստ է արժանի, Ռաֆայել։ Այսքան աշխատանքից հետո ձեր մայրը կարիք ունի հարմարավետության, մասնագիտական խնամքի, հանգիստ տեղի, հեռու երանի սթրեսից։ Եվ նա համաձայնել էր։ Ստորագրել էր փաստաթղթերը, թույլատրել էր ամսական 40,000 դրամի վճարումները, բոլոր ծախսերը հոգալու համար։ Վստահել էր Վիվիանին, մանրամասներով զբաղվելու, մինչ նա կենտրոնանում էր ընկերությունը ընդլայնելու վրա։ Ի վերջո, Վիվիանը միշտ զբաղվում էր ամեն ինչով անթերի արդյունավետությամբ։ Մեքենան կանգնեց հիվանդանոցի շտապօգնության մուտքի մոտ։ Բուժքույրերը, սայլակներով, արագ մոտեցան։ Ռաֆայելը կտրված նախադասություններով բացատրեց իրավիճակը, մինչ տիկին Լուսինեին տեղափոխում էին սայլակ։ Նա զարմանալի ուժով բռնեց որդու ձեռքը, այնքան փխրուն մեկի համար։ Մի թող ինձ նորից, որդիս։ Խնդրում եմ։ Նրա ձայնը Ռաֆայելի սիրտը էլ ավելի փոքր կտորների բաժանեց։ Նա սեղմեց նրա ձեռքը։ Երբեք նորից, մայրիկ։ Ես խոստանում եմ։ Երբեք նորից։ Մինչ տիկին Լուսինեին տանում էին հիվանդանոց, Ռաֆայելը կանգնած մնաց մուտքի մոտ, անձրը թրջում էր նրա թանկարժեք կոստյումը, բաճկոնը դեռ մոր ուսերին էր։ Վիվիանը եկավ 20 րոպե անց, մեծ պանակը թիտակ։ Նա հանգիստ էր թվում, պրոֆեսիոնալ, ինչպես միշտ, բայց նրա աչքերում ինչ-որ այլ բան կար։ Լարվածություն, որը Ռաֆայելը երբեք չէր նկատել նախկինում։ Վիվիանը Ռաֆայելին գտավ շտապօգնության սպասասրահում։ Նա նստած էր, արմունկները ծնկներին հենած, գլուխը ձեռքերի մեջ։ Այլս ոչինչ չկար այն ինքնավստահ գործարարից, որը ելույթ էր ունեցել ժամեր առաջ։ Նա պարզապես մեղքից ջարդված որդի էր։ Բերել եմ բոլոր փաստաթղթերը։ Պայմանագրեր, փոխանցման անդորրագրեր, բժշկական զեկույցներ, ամեն ինչ։ Վիվիանը խոսում էր իր սովորական արդյունավետությամբ, բայց խուսափում էր ուղիղ նայել Ռաֆայելին։ Նա բացեց պանակը, սուրճի սեղանին սկսեց թղթերը կարգավորել կուտակներով։ Ռաֆայելը վերցրեց բժշկական զեկույցներից մեկը։ Այն թվագրված էր 2 շաբաթ առաջ, ստորագրված դոկտոր Հելենա Ղազարյանի կողմից։ Փաստաթուղթը նկարագրում էր տիկին Լուսինեի առողջական վիճակը որպես կայուն, արյան ճնշման փոքր տատանումներով, բայց ոչինչ մտահոգիչ։ Այն նշում էր ամենօրյա զբոսանքներ առանձնատան այգիներում, մասնակցություն ժամանցային գործունեությանը, հավասարակշռված սնունդ։ Ռաֆայելը կարդաց յուրաքանչյուր բառ, աճող ուշադրությամբ։ Այնուհետ վերցրեց մեկ այլ զեկույց, ապա մեկ այլ։ Բոլորը հետում էին նույն օրինաչափությանը։ Բոլորը նկարագրում էին հանգիստ առողջ առօրյա։ Բոլորը բացարձակապես կեղծ էին։ Ուզում եմ այդ առանձնատան հասցեն։ Հիմա։ Վիվիանը ինչ-որ բան մուտքագրեց պլանշետի մեջ, ցույց տվեց էկրանը նրան։ Արածակ, ծերանոց, Դիլիջան։ Կայքը ցույց էր տալիս հիդիլիական վայրի լուսանկարներ։ Խնամված այգիներ, ընդարձակ սենյակներ, լեռների տեսարանով, հյուրասենյակ բուխարիով, որակավորված բժշկական անձնակազմ։ Ռաֆայելն անգիր արեց հասցեն։ Սպիտակ խալաթով բժիշկ մոտեցավ։ Նա երիտասարդ էր, հավանաբար օրդինատոր, խորը մուգ շրջանակներով, աչքերի տակ ձեռքերին տախտակ։
Պարոն Մանուկյան։ Ես դոկտոր Լուկաս Պետրոսյանն եմ։ Մենք պետք է խոսենք ձեր մոր վիճակի մասին։ Ռաֆայելը անմիջապես ոտքի կանգնեց։ Վիվյանը մնաց նստած, ձեռքերը ծնկներին ծալած, ամեն ինչ դիտելով չեզոք արտահայտությամբ։ Ինչպես է նա։ Բժիշկը խորհրդակցեց իր նշումների հետ նախքան պատասխանելը։ Ձեր մայրը ունի սնուցման խիստ պակաս, խորը անեմիա, ջրազրկում, թոքաբորբի սկզբնական փուլ, բազմաթիվ կապտուկներ, ոտքերի վարակված վերքեր։ Մենք նա հայտնաբերել ենք արյան շատ բարձր ճնշում, հիպոթերմիայի նշաններ։ Նա չափազանց թուլացած է։ Յուրաքանչյուր բառ դանակի հարված էր։ Ռաֆայելը հենվեց պատին, փորձելով պահպանել հավասարակշռությունը։ Նա լավ կլինի։ Համապատասխան բուժմամբ, այո։ Բայց մենք պետք է նրան հոսպիտալացնենք առնվազն 1 շաբաթով։ Նրա մարմինը շատ փխրուն է։ Ցանկացած վարակ կարող է արագորեն լուրջ դառնալ։ Ես ուզում եմ վաղ առավոտյան մի շարք ավելի մանրամասն հետազոտություններ անել։ Արեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Գումարը խնդիր չէ։ Ես ուզում եմ հնարավորինս լավագույն բուժումը, լավագույն մասնագետներին, ամեն ինչ։ Բժիշկը գլխով արեց հեռացավ։ Ռաֆայելը նորից նստեց, դեմքը ձեռքերում։ Վիվյանը լուռ էր մնում, ինչը անսովոր էր։ Նա միշտ ինչ-որ բան ուներ ասելու, ինչ-որ ուղղություն տալու, ինչ-որ ռազմավարություն առաջարկելու։ Ինչպես պատահեց դա, Վիվյան։ Ինչպես հայտնվեց իմ մայրը փողոցում։ Նա խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը։ Չգիտեմ, Ռաֆայել։ Ես ինքս կհետաքննեմ։ Ակնհայտորեն գործընթացում շատ լուրջ ձախողում է եղել։ Ինչ-որ մեկը չի կատարել իր պարտականությունները։ Ինչ-որ մեկը։ Դուք էիք դրա համար պատասխանատու։ Դուք էիք ամեն ինչ կազմակերպել, դուք էիք ընտրել տեղը, դուք էիք ստանում զեկույցները։ Ռաֆայելի ձայնը բարձրացել էր։ Սպասասրահում այլ մարդիկ նայեցին նրանց կողմը։ Վիվյանը պահպանեց հանգստությունը, բայց նրա աչքերում պաշտպանական փայլ կար։ Ես պարզապես կատարել եմ այն, ինչ պայմանավորվել էինք։ Ես գտել եմ հաստատությունը, բանակցել եմ գների շուրջ, հաստատել եմ հաղորդակցության արձանագրությունները։ Ես չեմ կարող միաժամանակ ֆիզիկապես լինել ամենուր, Ռաֆայել։ Ես վստահել եմ պայմանագրային մասնագետներին։ Ուրեմն դա նրանց սխալն էր։ Միայն դա։ Ես պետք է հետաքննեմ նախքան եզրակացություններ անելը։ Բայց ես երաշխավորում եմ, որ կհասնեմ դրա հատակին։ Ռաֆայելը չպատասխանեց։ Նա գիտեր, որ պետք է զայրացած լիներ Վիվյանի վրա, բայց նրա մի մասը խոստովանում էր, որ ամենամեծ մեղքը իրենն էր։ Նա ստորագրել էր թղթերը, առանց կարդալու։ Նա ընդունել էր զեկույցները էլեկտրոնային փոստով, առանց հարցեր տալու։ Նա թույլ էր տվել ամիսներ անցնել, առանց մեկ այցելության։ Նա ընտրել էր հարմարավետությունը ներկայության փոխարեն։ Նա գիշերն անցկացրեց հիվանդանոցում, քնելով անհարմար աթոռների վրա, արթնանալով յուրաքանչյուր աղմուկից։ Լուսադեմին նա թույլտվություն ստացավ տեսնելու մորը հիվանդասենյակում, որտեղ նա հոսպիտալացված էր։ Տիկին Լուսինեն քնած էր, միացված կաթիլային համակարգերին մոնիտորներին։ Նրա դեմքն ավելի փոքր էր թվում սպիտակ բարձի ֆոնին։ Ռաֆայելը աթոռը մոտեցրեց մահճակալին, նրբորեն բռնեց նրա ձեռքը։ Նա դիտում էր յուրաքանչյուր մանրուք։ Կոտրված կեղտոտ եղունգները։ Հին վերքերի հետքերը ձեռքերին։ Չորացած բծավոր մաշկը։ Ինչպես նա չէր նկատել։ Ինչպես էր թույլ տվել, որ այսքան ժամանակ անցնի։ Մանկության հիշողությունները անթույլատրելիորեն ներխուժում էին նրա միտքը։ Տիկին Լուսինեն արթնանում էր մինչ արածակը, լվացք անելու համար։ Ցուրտ ջրից կարմրած այտուցված ձեռքերը։ Լվացքի փոշու հոտը, որը ներծծում էր ամեն ինչ։ Նա երգում էր աշխատելիս, միշտ ժպիտով նրա համար, երբ նա վերադառնում էր դպրոցից։ Այն գիշերները, երբ նա սովորում էր նրա հետ քննությունների համար, նույնիսկ հազիվ կարդալ իմանալով, պարզապես որպեսզի նա մենակ չզգա։ Նա ամեն ինչ տվել էր իր համար։ Բառացիորեն ամեն ինչ։ Եվ երբ վերջապես կարող էր հատուցել, առաջարկել նրան այն հարմարավետությունը, որին նա արժանի էր, Ռաֆայելը ձախողել էր հնարավոր ամենադաժան ծով։ Առավոտը մոխրագույն էր։ Ռաֆայելը դուրս եկավ սենյակից միայն այն ժամանակ, երբ բուժքույրերը պետք է կատարեին առավոտյան ընթացակարգերը։ Միջանցքում նա նորից հանդիպեց Վիվյանին։
Նա վերադարձել էր, այժմ այլ հագուստով 2 բաժակ սուրճով։ Բերել եմ ձեզ համար։ Գիտեմ, որ չեք քնել։ Ռաֆայելը վերցրեց սուրճը, բայց չխմեց։ Պարզապես բռնեց բաժակը, զգալով ջերմությունը ձեռքերի ափերի վրա։ Ես պետք է այսօր գնամ Դիլիջան։ Ուզում եմ անձամբ տեսնել այդ տեղը։ Ես ձեզ հետ կգամ։ Ոչ։ Ուզում եմ, որ դուք մնաք այստեղ, հետեք իմ մոր հետազոտություններին, ուղղակի կապ պահպանեք բժիշկների հետ։ Եվ ինձ պետք է, որ դուք չեղարկեք իմ բոլոր պարտավորությունները առաջիկա 15 օրվա համար։ Ռաֆայել, դուք վաղը հանդիպում ունեք ճապոնացիների հետ։ Ամիսների բանակցություններ են, մենք չենք կարող պարզապես չեղարկել։ Չեղարկեք։ Կամ փոխանցեք Ռուբենին։ Ինձ չի հետաքրքրում։ Իմ առաջնահերթությունը հիմա իմ մայրն է։ Վիվիանը կարծես պատրաստվում էր վիճել, բայց զսպվեց։ Պարզապես գլխով արեց նշումներ կատարեց պլանշետի վրա։ Ռաֆայելը դիտում էր նրա դեմքը, փնտրելով մեղքի, նյարդայնության նշաններ, ցանկացած բան, որը կնշեր մեղսակցություն։ Բայց Վիվիանը անթափանց էր, ինչպես միշտ։ Առավոտյան 9-ին Ռաֆայելը Դիլիջանի ճանապարհին էր։ Անտոնը լուր էր վարում, հարգելով տիրոջ տրամադրությունը։ Ճանապարհորդությունը կտեր մոտ 2.5 ժամ։ Ռաֆայելը ժամանակն անցկացրեց պատուհանից դուրս նայելով, տեսնելով Երանի քաղաքային լանդշաֆտը, աստիճանաբար տեղը զիջելով Գեղամա լեռների լեռներին։ Քաղաք հասան կեսօրին մոտ։ Դիլիջանն արոտ էր, օդը, ցուրտ մաքուր, բնորոշ բարձրությանը։ Զբոսաշրջիկները քայլում էին փողոցներով, մտնում դուրս էին գալիս տրիկոտաժի շոկոլադի խանութներից։ Ամեն ինչ հանգիստ քաղաքակիրթ էր թվում։ Ռաֆայելը հեռախոսով ստուգեց հասցեն ուղղություն տվեց Անտոնին։ Արածակ ծերանոցը գտնվում էր զբոսաշրջային կենտրոնից հեռու բնակելի թաղամասում։ Մեքենան նեղ ոլորապտույտ փողոցով բարձրացավ մինչ երկաթե դարպասը, որի վրա ոսկեգույն տառերով գրված էր հաստատության անունը։ Ռաֆայելը իջավ մեքենայից զանգահարեց։ Տեսախցիկը շրջվեց նրա կողմը։ Ինտերկոմից կնոջ ձայն լսվեց։ Բարի օր, ինչով կարող եմ օգնել։ Ես Ռաֆայել Մանուկյանն եմ։ Ես այստեղ եմ խոսելու իմ մոր, Լուսինե Մանուկյանի մասին, ով պետք է այստեղ հոսպիտալացված լիներ։ Լռություն տիրեց։ Այնուհետ դարպասը բացվեց էլեկտրոնային աղմուկով։ Ռաֆայելը մենակ մտավ, խնդրելով Անտոնին սպասել մեքենայում։ Քարե արահետը տանում էր դեպի մեծ լավ պահպանված տուն, խնամված այգիներով, լայն պատշգամբներով։ Այն հենց այնպես էր թվում, ինչպես կայքի լուսանկարներում։ 50 տարեկանին մոտ մի կին դիմավորեց նրան դռան մոտ։ Նա հագած էր զուսպ սոցիալական կոստյում, մազերը հավաքած էր պրոֆեսիոնալ հանգույցով։ Պարոն Մանուկյան, ես Մարթա Սարգսյանն եմ, Արածակի ադմինիստրատորը։ Խնդրում եմ, մտեք։ Նա նրան առաջնորդեց դեպի հարմարավետ հյուրասենյակ, կաշվե բազկաթոռներով, սուրճի սեղանով, թարմ ծաղիկներով։ Ռաֆայելը մնաց կանգնած, լարված։ Ինձ պետք է տեսնել իմ մորը։ Հիմա։ Մարթան շփոթված արտահայտությամբ նայեց նրան։ Պարոն Մանուկյան, կարծում եմ, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Մեր հաստատությունում Լուսինե Մանուկյան անունով բնակիչ չունենք։ Ռաֆայելը զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Ինչպես է դա հնարավոր։ Ես ամսական 40,000 դրամ եմ վճարում գրեթե 2 տարի, որպեսզի իմ մորը խնամեն այստեղ։ Մարթան մոտեցավ կողային սեղանին, վերցրեց պանակ։ Նա բացեց այն, խորհրդակցեց մի քանի թղթի հետ։ Մեր վերջին հոսպիտալացման գրանցումը եղել է 3 ամիս առաջ, Ալիս Ֆերեյրա անունով տիկին։ Մենք ունենք ընդամենը 12 բնակչի հնարավորություն, ներկայումս ունենք 10։ Մենք երբեք Լուսինե Մանուկյան անունով գրանցված չենք ունեցել։ Ուրեմն ուր է գնում իմ գումարը։ Մարթան իսկապես անհանգիստ թվաց։ Պարոն Մանուկյան, կարծում եմ, որ դուք ինչ-որ խարդախության զոհ եք դարձել։ Սա առաջին անգամը չէ, որ նման պատմություններ եմ լսում։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր օգտագործում են օրինական հաստատությունների անունները, ընտանիքների միջոցները շեղելու համար։ Ռաֆայելը ծանր նստեց բազկաթոռին։ Ամեն ինչ սկսում էր սարսափելի ձով իմաստ ունենալ։ Կեղծ զեկույցները։ Վճարման անդորրագրերը։ Վիվիանը միշտ պնդում էր, որ նա կարիք չունի մանրամասներով անհանգստանալու, որ նա ամեն ինչով զբաղվում էր։
Կարող եք ինձ տրամադրել գրավոր հայտարարություն, հաստատելով, որ իմ մայրը երբեք այստեղ չի եղել։ Իհարկե։ Ես անմիջապես կպատրաստեմ դա։ Ես կարող եմ նա տրամադրել մեր պաշտոնական գրանցումները, եթե ձեզ պետք լինի դատական գործընթացների համար։ Մինչ Մարթան պատրաստում էր փաստաթղթերը, Ռաֆայելը զանգահարեց իր փաստաբանին, դոկտոր Ավետիս Մանասյանին, փորձառու մարդու, ով տարիներ շարունակ զբաղվում էր Tech Vision-ի իրավական հարցերով։ Ավետիս, ինձ պետք է, որ դուք հետաքննեք ամեն ինչ, ինչ կապված է Արածակ ծերանոցին կատարված վճարումների հետ։ Ես ուզում եմ իմանալ, թե այդ գումարն իրականում ուր է գնացել։ Եվ ինձ պետք է, որ դուք դա անեք զուսպ, առանց ընկերությունում որևէ մեկին զգուշացնելու։ Ռաֆայել, դա լուրջ է թվում։ Կուզեք պատմել ինձ, թե ինչ է կատարվում։ Հետո։ Նախ ինձ պետք են ապացույցները։ Ռաֆայելը վերադարձավ երան, էլ ավելի մեծ ծանրություն կրծքին։ Դա այլս միայն մեղք չէր, լքելու համար։ Դա այն հավաստիացումն էր, որ ինչ-որ մեկը, ում նա վստահում էր, դավաճանել էր այդ վստահությունը հնարավոր ամենադաժան ձով։ Եվ նա շատ ուժեղ կասկած ուներ, թե ով էր դա։ Տիկին Լուսինեն հոսպիտալացման երկրորդ օրը արթնացավ ավելի պարզ մտքով։ Դեղամիջոցները հիդրատացիան ազդում էին։ Երբ Ռաֆայելը առավոտյան մտավ սենյակ, նա նստած էր մահճակալին, պատուհանից նայելով քաղաքին, որը մոռացել էր իրեն։ Բարի առավոտ, մայրիկ։ Ինչպե՞ս եք զգում։ Նա դեմքը շրջեց նրա կողմը, փորձեց ժպտալ։ Դա թույլ ժպիտ էր, բայց անկեղծ։ Ավելի լավ, որդիս։ Դեղերը օգնում են։ Եվ ուտելիքն այստեղ լավն է, չեն թողնում ես որևէ բան մերժեմ։ Ռաֆայելը աթոռը մոտեցրեց մահճակալին, բռնեց նրա ձեռքը։ Նա պետք է հարցեր տար, նույնիսկ իմանալով, որ դա ցավոտ կլիներ երկուսի համար։ Մայրիկ, ինձ պետք է, որ դուք ինձ ամեն ինչ պատմեք։ Սկզբից։ Ինչ պատահեց այն բանից հետո, երբ դուք գնացիք այն տեղը, որը ես կարծում էի, որ բնակատեղի էր։ Տիկին Լուսինեն խորը շունչ քաշեց, աչքերը լցվելով զսպված արցունքներով։ Նա սեղմեց որդու ձեռքը նախքան սկսելը։ Հիշում եմ, որ ցուրտ օր էր, գրեթե 2 տարի առաջ։ Այն աղջիկը, Վիվիանը, եկավ ինձ տանելու։ Ասաց, որ դու շատ ես անհանգստանում իմ համար, որ ուզում ես, որ ես հանգստանամ հանգիստ տեղում։ Ես չէի ուզում գնալ, Ռաֆայել։ Ես սիրում էի իմ փոքրիկ տունը, իմ հարաններին։ Բայց դու այնքան շատ էիր պնդում զանգերով, ասում էիր, որ ինձ համար ավելի լավ կլինի։ Ռաֆայելի սիրտը սեղմվեց, բայց նա թույլ տվեց նրան շարունակել։ Վիվիանը ինձ մեքենայով տարավ։ Մենք շատ ճանապարհորդեցինք։ Ես սպասում էի տեսնել լեռներ, այն գեղեցիկ տեղը, որի լուսանկարները դու ինձ ցույց տվեցիր։ Բայց մենք հասանք քաղաքի մի հատված, որը ես չէի ճանաչում, մի տեսակ հեռու։ Դա հին շենք էր, կեղտոտ պատերով։ Նա ասաց, որ դա ժամանակավոր է, որ մի քանի օրից ինձ կտեղափոխեն։ Տիկին Լուսինեն դադար տվեց, ազատ ձեռքով մաքրելով արցունքները։ Ինձ թողեցին փոքրիկ սենյակում, 3 տիկնոջ հետ։ Վատ հոտ կար, մահճակալները հին էին։ Ուտելիքը քիչ էր անհամ։ Ես հարցնում էի, թե երբ են ինձ տեղափոխելու, բայց միշտ ասում էին համբերել։ Ես փորձեցի մի քանի անգամ զանգահարել քեզ, բայց իմ հեռախոսը ներսում ազդանշան չուներ։ Ես խնդրեցի օգտագործել ընդունարանի հեռախոսը, բայց ասում էին, որ այն կոտրված է։ Եվ որքան ժամանակ մնացիք այնտեղ։ Ամիսներ, որդիս։ Շատ ամիսներ։ Մյուս տիկնայք ասում էին, որ ոմանք տարիներով են մնում։ Հիվանդ մարդիկ կային, գիշերը գոռացող մարդիկ։ Քիչ աշխատողներ կային, նրանք կոպիտ էին։ Ես իմ հացը կիսում էի մյուսների հետ, որովհետև միշտ չէր, որ բավարար ուտելիք կար։ Ռաֆայելը փակեց աչքերը, մոր պատմածով ձավորված պատկերը կործանարար էր։ Մի օր տեսուչներ եկան։ Փակեցին այդ տեղը, հանրային առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Ասացին, որ անառողջ է, որ չի կարող գործել։ Բոլորին դուրս շպրտեցին փողոց։ Ես փաստաթղթեր չունեի, գումար չունեի։ Ես փորձեցի բացատրել, թե ով եմ ես, որ ես որդի ունեմ, ով հոգ է տանում իմ մասին, բայց ոչ ոք չէր հավատում։ Ասում էին, որ ես մեկ շփոթված ծեր կին եմ։ Տիկին Լուսինեն սկսեց ավելի ուժգին լացել։ Ռաֆայելը զգուշորեն գրկեց նրան, զգալով փխրուն մարմնի դողը։ Ես սկսեցի քնել փողոցում։ Սկզբում փորձեցի ապաստարաններ, բայց դրանք լի էին։
Ես սովորեցի հավաքել վերամշակվող նյութեր, ուտելիք իմ ճնշման դեղերը գնելու համար։ Ես հանդիպեցի այլ մարդկանց, նույն պայմաններում։ Մենք օգնում էինք միմյանց։ Ես կիսում էի այն, ինչ կարողանում էի, նրանց հետ, ովքեր ավելի քիչ ունեին։ Ռաֆայելը նույնպես լացում էր հիմա, առանց փորձելու թաքցնել։ Լսել իր մորը, որ նկարագրում էր այդ ժամանակահատվածը, ավելի վատ էր, քան ցանկացած պատիժ, որը նա կարող էր պատկերացնել։ Ես քեզ երբեմն հեռուստացույցով էի տեսնում, երբ անցնում էի էլեկտրոնիկայի խանութների մոտով։ Ես տեսնում էի, որ դու իմ մասին ես խոսում, գեղեցիկ բաներ ես ասում։ Ես ուզում էի գոռալ, ասել, որ ես այնտեղ եմ, այնքան մոտ։ Բայց ով կհավատար կեղտոտ կնոջը, աղբ հավաքողին, ով ասում էր, որ Ռաֆայել Մանուկյանի մայրն է։ Վերջին հարվածը եկավ այդ բառերով։ Ռաֆայելը օգտագործել էր նրա պատմությունը, իր կերպարը կառուցելու համար, մինչ նա տառապում էր փողոցներում։ Կեղծավորությունը սրտխառնոց էր առաջացնում։ Մայրիկ, ես շատ եմ ցավում։ Ավելի շատ, քան կարող եմ արտահայտել։ Ես հիմար էի, սարսափելի որդի։ Ես վստահեցի սխալ մարդկանց լքեցի ճիշտ մարդուն։ Տիկին Լուսինեն սրբեց արցունքները նայեց որդուն այն անվերապահ սիրով, որը միայն մայրերն ունեն։ Դու չգիտեիր, որդիս։ Քեզ էլ էին խաբել։ Կարևորն այն է, որ դու ինձ գտար։ Որ ես հիմա այստեղ եմ։ Բայց Ռաֆայելը գիտեր, որ դա այդքան պարզ չէր։ Նա կարող էր այցելել։ Նա կարող էր պահանջել տեսազանգեր։ Նա կարող էր անձամբ ստուգել։ Նա ընտրել էր չանել այդ բաները, որովհետև դա ավելի հարմար էր, որովհետև իր կարիերան ավելի կարևոր էր։ Նույն օրը դոկտոր Ավետիս Մանասյանը զանգահարեց, հետաքննության առաջին բացահայտումներով։ Ռաֆայելը դուրս եկավ սենյակից, պատասխանելու, քայլելով միջանցքի մեկուսացված անկյուն։ Ռաֆայել, այն, ինչ ես գտա, լուրջ է։ Շատ լուրջ։ Այն վճարումները, որոնք դուք թույլատրել եք, գնացել են մի ձեռնարկատիրական հաշվի, որը գրանցված էր Ամբողջական օգնության ծառայություններ ՍՊ անունով ուրվական ընկերության անվամբ։ Այդ ընկերությունը ստեղծվել է 2 տարի առաջ, հենց այն բանից հետո, երբ դուք ստորագրել եք ձեր մոր խնամքի պայմանագրերը։ Եվ ով է այդ ընկերության սեփականատերը։ Վիվյան Հարությունյան։ Նա միակ բաժնետերն ու ադմինիստրատորն է։ Ռաֆայելը զգաց, որ հողը սահում է իր ոտքերի տակից։ Նույնիսկ կասկածելով, հաստատումը լսելը այլ էր։ Շարունակեք։ Ես կարողացա հետել, թե ուր է գնացել գումարը։ Վիվյանը գնել է շքեղ բնակարան Արաբկիր թաղամասում, գնահատված 2.5 միլիոն դրամ, ներմուծված մեքենա, արտասահմանում ֆինանսական ներդրումներ է կատարել, ընդհանուր մոտ 1 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, նա շեղել է մոտ 3 միլիոն 200 հազար դրամ այդ տարիների ընթացքում։ 3 միլիոն, որոնք պետք է հոգային իր մոր մասին։ 3 միլիոն, որոնք թույլ տվեցին տիկին Լուսինեին գրեթե սովամահ լինել փողոցներում, մինչ Վիվյանը ապրում էր որպես միլիոնատեր։ Ես բավարար ապացույցներ ունեմ դատական գործի համար։ Ավելի քան բավարար։ Ես ունեմ փոխանցումների անդորրագրեր, ուրվական ընկերության գրանցումներ, կասկածելի բանկային գործարքներ։ Նա չափազանց անփույթ էր, նման մեծության շեղում կատարողի համար։ Կամ շատ ամբարտավան։ Ռաֆայելը շնորհակալություն հայտնեց անջատեց։ Նա երկար րոպեներ կանգնած մնաց միջանցքում, փորձելով մարսել ամեն ինչ։ Վիվյանը 8 տարի աշխատել էր իր կողքին։ Նա ամբողջությամբ վստահել էր նրան։ Նա պատվիրակել էր ոչ միայն իր հանրային կերպարը, այլ իր կյանքի մտերիմ ասպեկտները։ Եվ նա դավաճանել էր այդ վստահությունը հնարավոր ամենավատ ձով։ Նա վերադարձավ մոր սենյակ, բայց չմտավ։ Նա դիտում էր դռան փոքրիկ պատուհանից։ Տիկին Լուսինեն նորից քնած էր, դեմքը վերջապես հանգիստ էր։ Ռաֆայելը հանեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց Վիվյանին։ Ինձ պետք է, որ հիմա հիվանդանոց գաք։ Մենք պետք է խոսենք։ Պատասխանը արագ եկավ։ Ես կժամանեմ 15 րոպեից։ Ռաֆայելը սպասեց հիվանդանոցի կայանատեղիում։ Երբ Վիվյանի մեքենան կարմիր բմո կապրիոլետը, որի մասին նա երբեք չէր հարցրել, թե ինչպես է նա կարողանում վճարել, մտավ կայանեց, նա զգաց, որ սառը վերահսկվող զայրույթը տիրում է իրեն։ Վիվյանը իջավ մեքենայից, անթերի, ինչպես միշտ։ Բարձրակրունկներ, դիզայներական հագուստ, կատարյալ մազեր։ Նա քայլեց դեպի Ռաֆայել, իր սովորական ինքնավստահ կեցվածքով։
Դուք խնդրեցիք, որ ես գամ։ Ինչ որ բան պատահել է տիկին Լուսինեի հետ։ Ռաֆայելը երկար նայեց նրան նախքան պատասխանելը։ Ես երեկ գնացել էի Դիլիջան։ Ինչ որ բան փոխվեց Վիվիանի դեմքին։ Միայն փոքր կծկում աչքերի շուրջ, բայց Ռաֆայելը նկատեց։ Եվ ինչ գտաք։ Ես պարզեցի, որ իմ մայրը երբեք չի եղել այդ առանձնատանը։ Ես պարզեցի, որ դուք ուրվական ընկերություն եք ստեղծել։ Ես պարզեցի, թե ուր է գնացել 3 միլիոն դրամը, որը ես ուղարկել էի նրա խնամքի համար։ Վիվիանը չփորձեց հերքել։ Դա զարմացրեց Ռաֆայելին։ Նա պարզապես հոգոց հանեց ծալեց ձեռքերը։ Որքան ժամանակ պահանջվեց հայտնաբերելու համար։ Լուրջ։ Միայն դա։ Ունեք ասելու։ Նա ուսերը թափահարեց անհանգստացնող հանգստությամբ։ Հիմա անմեղություն ծածնելն անիմաստ է։ Դուք հայտնաբերեցիք։ Շնորհավորում եմ հետաքննության համար։ Ինչու Վիվիան։ Ինչու։ Արեցիք դա։ Առաջին անգամ նա հույս ցույց տվեց։ Նրա աչքերը փայլեցին ինչ-որ բանով, որը նման էր դժգոհության։ Որովհետև ես արժանի էի դրան, Ռաֆայել։ Ես տարիներ անցկացրի ձեր կերպարը կառուցելով, ձեզ ազգային բրենդ դարձնելով։ Ես օրական 18 ժամ էի աշխատում, զոհաբերում էի իմ անձնական կյանքը, իմ հարաբերությունները, ամեն ինչ ձեր կարիերայի համար։ Եվ ինչ էի ստանում փոխարենը։ Լավ աշխատավարձ, բայց ոչինչ համեմատած ձեր միլիոնների հետ։ Ուրեմն դա գումարի մասին էր։ Միայն դա։ Դա ճանաչման մասին էր։ Արդարության մասին։ Ձեր մայրը խանգարում էր այն կերպարին, որը մենք կառուցում էինք։ Դա խնդիր էր, որը պետք էր լուծել։ Ես լուծեցի այն այնպես, որ օգուտ տար երկու կողմերին, կամ գոնե պետք է օգուտ տար։ Երկու կողմերին։ Դուք իմ մորը թողեցիք փողոցում։ Վիվիանը գոնե մի փոքր անհարմարություն զգաց։ Ապաստարանը, որտեղ ես նրան տեղավորեցի, համապատասխան էր։ Դա շքեղ չէր, բայց մաքուր էր ֆունկցիոնալ։ Երբ այն փակվեց, դա այլս իմ պատասխանատվությունը չէր։ Դա ձեր պատասխանատվությունը չէր։ Դուք միլիոններ եք գողացել, որոնք պետք է խնամեին նրան։ Եվ դուք տարիներ եք գողացել ձեր մորից, մաքուր հարմարավետության համար, Ռաֆայել։ Մի փորձեք սուրբ ձանալ։ Դուք ստորագրել եք փաստաթղթերը, առանց կարդալու։ Դուք ընդունել եք զեկույցները, առանց ստուգելու։ Դուք 2 տարի անցկացրել եք առանց այցելության, որովհետև դա անհարմար էր, որովհետև ձեր օրակարգը լիքն էր, որովհետև կարծում էիք, որ գումարը ամեն ինչ կլուծի։ Դուք ուզում էիք, որ ձեր մայրը անհետանա ձեր կյանքից այնքան, որքան ես ուզում էի, որ նա անհետանա ձեր հանրային կերպարից։ Բառերը Ռաֆայելին հարվածեցին փամփուշտների նման։ Որովհետև դրանցում ճշմարտություն կար։ Ցավոտ անխուսափելի ճշմարտություն։ Տարբերությունն այն է, որ ես սխալվում էի։ Դուք գողանում էիք։ Վիվիանը ծիծաղեց, դառը ձայնով։ Ինչպես ուզում եք, այդպես էլ անվանեք։ Ես դա անվանում եմ մատուցված ծառայությունների վճար։ Ռաֆայելը հանեց հեռախոսը գրպանից սեղմեց կոճակը։ Զրույցի ձայնագրությունը դադարեց։ Վիվիանը գունատվեց, հասկանալով, թե ինչ էր արել նա։ Իմ փաստաբանն արդեն ունի բոլոր ապացույցները։ Հիմա ունի նա ձեր խոստովանությունը։ Դուք վերջացրել եք, Վիվիան։ Նա բերանը բացեց պատասխանելու, բայց այդ պահին 2 ոստիկան մոտեցան։ Ռաֆայելը խնդրել էր դոկտոր Ավետիսին կանչել իշխանություններին, հենց որ կունենա կոնկրետ ապացույցներ։ Վիվիան Հարությունյան։ Դուք կալանավորված եք որակյալ յուրացման խոցելի տարեցի նկատմամբ չարաշահման կասկածանքով։ Մինչ ոստիկանները բացատրում էին նրա իրավունքները ձեռնաշղթաներ դնում, Վիվիանը վերջին անգամ նայեց Ռաֆայելին։ Դուք էլ եք դրա համար վճարելու, Ռաֆայել։ Մամուլը կսիրի այս պատմությունը։ Գործարարը, ով լքեց մորը, մինչ արժանապատվության մասին էր ելույթ ունենում։ Նա ճիշտ էր։ Բայց Ռաֆայելին այլս չէր հետաքրքրում։ Հանրային կերպարը, որը նախկինում այդքան կարևոր էր, հիմա աննշան էր թվում, համեմատած այն բանի հետ, ինչն իսկապես կարևոր էր։ Վիվիանի կալանավորման լուրը լրատվամիջոցներին հասավ 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում։ Ինչպես նա կանխատեսել էր, լրատվամիջոցները մեծ խանդավառությամբ կլանեցին պատմությունը։ Տեխնոլոգիական գործարարը մորը փողոցում էր պահում, մինչ արժանապատվության մասին էր ելույթ ունենում։
Վերնագրերը դաժան էին, բայց ճշգրիտ։ Ռաֆայելը դիմակայեց մեդիա փոթորիկին այնպես, ինչպես Վիվիանը երբեք չէր սպասի։ Փոխանակ ճգնաժամային խորհրդատուներ վարձելու, սառը հեռավոր հայտարարություններ անելու, նա որոշեց դիմակայել ճշմարտությանը դեմ առ դեմ։ Նա հեռուստաալիքից խնդրեց ուղիղ հարցազրույց, առանց խմբագրումների, առանց նախապես հաստատված հարցերի։ Հարցազրույցը նշանակվեց մեկ շաբաթ անց, բավարար ժամանակ տիկին Լուսինեի հիվանդանոցից դուրս գրվելու համար։ Ռաֆայելը չէր ուզում դա անել առանց նրա։ Նրան պետք էր, որ իր մայրը լիներ իր կողքին, ոչ թե որպես իմիջի պարագա, այլ որպես պատմության ամենակարևոր անձնավորություն։ Այդ շաբաթվա ընթացքում Ռաֆայելը չեղարկեց բոլոր մասնագիտական պարտավորությունները։ TechVision-ը շարունակում էր գործել Ռուբենի, իր գործընկերոջ Վաղեմի ընկերոջ ղեկավարությամբ։ Տարիներ շարունակ առաջին անգամ Ռաֆայելը պարզապես կանգ առավ։ Կանգ առավ պայմանագրերի, ներդրողների, ընդլայնումների հետից վազելուց։ Նա յուրաքանչյուր վայրկյան նվիրեց իր մորը։ Նա տիկին Լուսինեին տարավ հիվանդանոցի մոտ գտնվող 5 աստղանի հյուրանոց, որտեղ նա կարող էր հարմարավետորեն ապաքինվել։ Նա վարձեց մասնավոր բուժքույր Մոնիկային, 40-ամյա իրավասու քնքուշ կին, ով արագորեն անկեղծ կապ հաստատեց հիվանդի հետ։ Սկզբում տիկին Լուսինեն անհարմար էր զգում այդքան շքեղությունից։ Որդիս, սա շատ թանկ է։ Ինձ այդ ամենը պետք չէ։ Մայրիկ, դուք արժանի եք դրան շատ ավելիին։ Խնդրում եմ, թույլ տվեք ինձ հիմա հոգ տանել ձեր մասին։ Աստիճանաբար նա թույլ տվեց իրեն հանգստանալ։ Ռաֆայելը նրան տանում էր հյուրանոցի այգիներում զբոսնելու։ Նրանք միասին էին ճաշում։ Ժամերով խոսում էին, վերականգնելով կորցրած տարիները։ Տիկին Լուսինեն պատմում էր նրա մանկության պատմություններ, որոնք Ռաֆայելը մոռացել էր։ Այն օրը, երբ նա սովորել էր հեծանիվ վարել։ 7-ամյա տարեդարձի խնջույքը, որտեղ նա հրթիռի տեսքով տորթ էր պատրաստել, քանի որ նա երազում էր տիեզերագնաց լինել։ Կիրակի օրերը եկեղեցում, որտեղ նա աղոթում էր, որ նա ավելի լավ ապագա ունենա։ Ռաֆայելը լսում էր յուրաքանչյուր բառ, կարծես առաջին անգամ էր լսում։ Նա հիմա հասկանում էր, թե որքան էր հեռացել իր արմատներից։ Որքան էր թույլ տվել հաջողությանը վերասահմանել, թե ով էր ինքը։ Տիկին Լուսինեն երբեք չէր փոխվել։ Նա շարունակում էր մնալ նույն առատաձեռն համեստ կինը, ով միայնակ մեծացրել էր տղային սիրով զոհաբերությամբ։ Մի կեսօր, մինչ նրանք թեյ էին խմում հյուրանոցի պատշգամբում, տիկին Լուսինեն բռնեց որդու ձեռքը։ Գիտես, Ռաֆայել, երբ ես փողոցներում էի, ես այնքան շատ մարդկանց հանդիպեցի։ Լավ մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ։ Ընտանիքներ, որոնք քանդվել էին։ Ծերեր, որոնց երեխաները պարզապես լքել էին։ Ոչ թե չարությամբ, այլ մոռացկոտությամբ։ Որովհետև կյանքը շատ արագ է դառնում, մենք հետաձգում ենք։ Ռաֆայելը գիտեր, թե ուր էր նա ուզում հասնել։ Ինչ-որ կոնկրետ բանի մասին եք մտածում, մայրիկ։ Նա գլխով արեց, աչքերը փայլում էին այն վճռականությամբ, որը նա ճանաչում էր մանկությունից։ Ես մտածում եմ, որ գուցե այս ամբողջ տառապանքը ինչ-որ նպատակ ունի։ Որ ես անցել եմ դրանով, որպեսզի կարողանամ օգնել ուրիշներին չանցնել։ Այնքան շատ մարդիկ դեռ այնտեղ են, Ռաֆայել։ Փողոցներում, վատ ապաստարաններում, մոռացված։ Եթե մենք հնարավորություն ունենք փոխել դա, չպետք է անենք։ Հենց այդ պահին ծնվեց գաղափարը։ Ոչ թե որպես հասարակայնության հետ կապերի ռազմավարություն, ոչ թե որպես կերպարը մաքրելու միջոց, այլ որպես անկեղծ առաքելություն։ Ռաֆայելը ամբողջ գիշեր արթուն մնաց, նշումներ անելով, պլանավորելով։ Առավոտյան նա զանգահարեց դոկտոր Ավետիսին։ Ես ուզում եմ հիմնադրամ ստեղծել։ Նվիրված խոցելի տարեցներին օգնելուն։ Ստուգել ապաստարանները, ստեղծել արժանապատիվ բնակարաններ, իրական աջակցություն տրամադրել։ Եվ ես ուզում եմ, որ դրա անունը լինի Լուսինե Մանուկյան հիմնադրամ։ Ավետիսը մի քանի գործնական հարցեր տվեց իրավական կառուցվածքի ֆինանսավորման վերաբերյալ։ Ռաֆայելն արդեն ամեն ինչ մտածել էր։ Սկզբում նա իր գրպանից 10 միլիոն դրամ կներդներ։ TechVision-ի տարեկան շահույթի 20%-ը կհատկացներ հիմնադրամին։ Կվարձեր սոցիալական աշխատանքի, տարեցների իրավունքների, սոցիալական նախագծերի կառավարման մասնագետներ։ Բայց կար մի կարևոր տարբերություն։ Ես ուզում եմ վարձել նախկին անօթաններին որպես խորհրդատուներ։ Մարդիկ, ովքեր ապրել են այդ իրականության մեջ, ճշգրիտ գիտեն, թե ինչն է աշխատում, ինչը ոչ։
Նրանք կօգնեն նախագծել յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր ծրագիր։ Ոչ մի որոշում չի կայացվի հանդիպումների սենյակներում այն մարդկանց կողմից, ովքեր երբեք քաղցած չեն եղել։ Գաղափարը համարձակ էր, բայց իմաստ ուներ։ Ով կարող էր ավելի լավ բացահայտել իրական կարիքները, քան նրանք, ովքեր ապրել էին խնդիրը։ Ռաֆայելը սկսեց հավաքագրել այդ մարդկանց դեռ այդ շաբաթ։ Նա խոսեց պարոն Հովսեփի, 65-ամյա մի տղամարդու հետ, ով ապրում էր նույն տարածքում, որտեղ գտել էր մորը։ Նա խոսեց տիկին Մարիամի, 70-ամյա մի տիկնոջ հետ, ով կորցրել էր իր տունը ամուսնու կորստից հետո։ Նա խոսեց Գորգի, 50-ամյա մի մարդու հետ, ով հոգ էր տանում տարեցների մասին փողոցում, իր ուտելիքը կիսելով ամենափխրունների հետ։ Յուրաքանչյուր զրույց ամրապնդում էր Ռաֆայելի համոզմունքը։ Այս մարդիկ արժեքավոր պատկերացումներ ունեին։ Նրանք գիտեին, թե որ ապաստարաններն էին հուսալի, որոնք էին թակարդներ։ Նրանք գիտեին, թե որ ժամերն ու վայրերն էին ավելի լավ սնունդ բաժանելու համար։ Նրանք գիտեին, թե ինչպես մոտենալ անօթաններին, առանց նրանց վախեցնելու կամ վիրավորելու։ Նրանք գիտեին, որովհետև ապրել էին դա։ Եկավ հեռուստատեսային հարցազրույցի օրը։ Ռաֆայելը նյարդային էր այնպես, ինչպես երբեք չէր զգացել ներդրողների համար շնորհանդեսների կամ միջազգային դասախոսությունների ժամանակ։ Այս անգամ փորձված սցենար չկար։ Միայն մերկ ճշմարտություն։ Տիկին Լուսինեն նրա կողքին է ստուդիայում, հագած պարզ, բայց նոր հագուստ, որը նա ինքն էր ընտրել։ Նա պնդել էր, որ չհագնի որևէ շատ բարդ բան։ Ռաֆայելը հարգեց նրա որոշումը։ Հարցազրույցավարը Պատրիսիա Ալեքսանյանն էր, հարգված լրագրող, ով հայտնի էր իր ուղիղ հարցերով։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն այս հարցազրույցը ընդունելու համար։ Գիտեմ, որ դժվար շաբաթ է եղել։ Պատրիսիա, ես պետք է սկսեմ ինչ-որ բան խոստովանելով։ Ես լքեցի իմ մորը։ Սկզբում ոչ ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով, գործնականում։ Ես նրա խնամքը պատվիրակեցի երրորդ անձանց երբեք չստուգեցի, թե արդյոք նրան իսկապես լավ էին խնամում։ Ես մեղսակից էի իմ սեփական մոռացկոտությանը։ Ստուդիայում լռություն տիրեց։ Պատրիսիան զարմացած էր դաժան անկեղծությունից։ Դուք ասում եք, որ մեղքի մի մասը ձերն է։ Ոչ մի մասը։ Մեղքի մեծ մասը իմն է։ Ինձ դավաճանեց իմ նախկին խորհրդատուն, այո։ Նա միլիոններ շեղեց իմ մորը դրեց անապահով ապաստարանում։ Բայց ես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Ես ստորագրեցի պայմանագրերը, առանց կարդալու։ Ես ընդունեցի զեկույցները, առանց հարցեր տալու։ Ես 2 տարի անցկացրի առանց այցելության, որովհետև դա անհարմար էր, որովհետև իմ օրակարգը լիքն էր, որովհետև կարծում էի, որ գումարը ամեն ինչ կլուծի։ Տիկին Լուսինեն սեղմեց որդու ձեռքը։ Պատրիսիան առաջ թեքվեց։ Տիկին Լուսինե, ինչպես եք զգում լսելով դա։ Տիկին Լուսինեն խոսեց դեռ թույլ, բայց ամուր ձայնով։ Իմ որդին սխալներ է գործել, բայց նա լավ մարդ է։ Նրան խաբել է չարամիտ մեկը։ Եվ հիմա նա ճիշտ է անում։ Նա այստեղ է ինձ հետ, հոգ տանելով իմ մասին, ավելի կարևոր ցանկանալով հոգ տանել ուրիշների մասին, ովքեր նույնն են անցնում։ Ռաֆայելը շարունակեց։ Շատ մարդիկ կասեն, որ ես դա անում եմ իմ կերպարը մաքրելու համար։ Եվ ես հասկանում եմ թերահավատությունը։ Բայց ես պետք է պարզ լինեմ մեկ բանի վերաբերյալ։ Լուսինե Մանուկյան հիմնադրամը հասարակայնության հետ կապերի փորձ չէ։ Դա պատասխանատվություն է։ Իմ մայրը 6 ամիս անցկացրել է փողոցներում։ Նա տեսել է բաներ, ապրել է այնպիսի իրավիճակներում, որոնք պետք է ամաչեցնեն բոլորիս, որպես հասարակություն։ Եվ եթե մի բան եմ սովորել, ապա դա այն է, որ դատարկ ելույթները ոչինչ չեն փոխում։ Գործողությունն է փոխում։ Պատրիսիան հարցրեց հիմնադրամի մանրամասների մասին։ Ռաֆայելը բացատրեց կառուցվածքը, ներդրումը, բայց հիմնականում անօթաններին որպես խորհրդատուներ վարձելու տարբերությունը։ Նա բացատրեց, որ առաջին գործողությունը կլինի մեծ անակնկալ ստուգում Երանի հանրային մասնավոր ապաստարաններում, թիմերով, որոնք կներառեն սոցիալական աշխատողներ, փաստաբաններ, նախկին անօթաններ։ Մենք ուզում ենք բացահայտել այն վայրերը, որոնք ձախողում են իրենց բնակիչների հետ։ Եվ մենք ուզում ենք ստեղծել իրական այլընտրանքներ։ Այլս չլինեն գերբնակեցված անմարդկային ապաստարաններ։ Արժանապատիվ ժամանակավոր բնակարաններ, անհատական սենյակներով, համապատասխան սնունդով, բժշկական օգնությամբ, հոգեբանական աջակցությամբ։
Եվ ի վերջո մշտական բնակարաններ այն տարեցների համար, ովքեր տեղ չունեն գնալու։ Հարցազրույցը տեց 1 ժամ։ Վերջում Պատրիսյան տվեց այն հարցը, որը Ռաֆայելը գիտեր, որ կլինի։ Պարոն Մանուկյան, դուք ասացիք, որ արժանապատվության մասին էիք ելույթ ունենում, մինչ ձեր մայրը փողոցում էր։ Ինչպես եք հաղթահարում այդ հակասությունը։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը։ Այդ հակասությունը ինձ կհետապնդի կյանքիս մնացած մասը։ Ոչ մի արդարացում չկա։ Ես կարող եմ միայն երաշխավորել, որ այլս երբեք թույլ չեմ տա, որ իմ գործողությունները հակասեն իմ խոսքերին։ Եվ հուսով եմ, որ իմ պատմությունը որպես նախազգուշացում կծառայի։ Մեզանից քանիսն ունեն տարեց ծնողներ, տատիկներ, պապիկներ, մորաքույրեր, հորեղբայրներ, որոնց սիրում ենք, բայց հազվադեպ ենք այցելում։ Մեզանից քանիսն ենք պատվիրակում խնամքը ուրիշներին շարունակում մեր կյանքը, առանց հարցականի տակ դնելու, թե արդյոք ամեն ինչ իսկապես լավ է։ Ես գրեթե կորցրի իմ մորը, որովհետև ընտրեցի հարմարավետությունը։ Մի թույլ տվեք, որ դա պատահի ձեզ հետ։ Տիկին Լուսինեն լրացրեց իր սեփական խոսքերով։ Եվ այն տարեցներին, ովքեր դիտում են, հատկապես նրանց, ովքեր մոռացված են զգում։ Դուք արժեք ունեք։ Դուք արժանապատվություն ունեք։ Եվ եթե ոչ ոք չի հիշում դա, մենք կհիշենք։ Հիմնադրամը ձեզ համար է։ Երբ հարցազրույցն ավարտվեց, Ռաֆայելը չգիտեր, թե ինչպես կընդունվի։ Այն կարող էր դիտվել որպես մանիպուլյացիա, որպես փրկության էժան փորձ։ Կամ կարող էր սրտերին դիպչել։ Նա պետք է սպասեր, պարզելու համար։ Պատասխանը արագ ճնշող էր։ Առաջին 24 ժամվա ընթացքում հիմնադրամը ստացավ ավելի քան 500 նվիրատվության առաջարկ։ Ոչ միայն հարուստ գործարարներից, այլ սովորական մարդկանցից, ովքեր ուղարկում էին 20, 50, 100 դրամ։ Յուրաքանչյուր նվիրատվություն ուղեկցվում էր հաղորդագրությամբ։ Մոռացված տատիկների, վատ ծերանոցներում գտնվող ծնողների, զղջումների երկրորդ հնարավորությունների պատմություններ։ Ավելի հուզիչ էին այն մարդկանց հաղորդագրությունները, ովքեր տարիներ անց փնտրում էին իրենց տարեց հարազատներին։ Որդիներ, ովքեր ամիսներով չէին այցելել ծնողներին, հանկարծ հայտնվում էին։ Թոռներ, ովքեր զանգահարում էին անտեսված տատիկներին։ Ռաֆայելի տիկին Լուսինեի պատմությունը դիպել էր ազգային վերքին։ Հարցազրույցից 3 ամիս անց Լուսինե Մանուկյան հիմնադրամը պաշտոնապես գործում էր։ Ռաֆայելը վարձեց արտրային շենք Մալաթիա Սեբաստիա թաղամասում, ամբողջությամբ վերանորոգեց այն վերածեց կազմակերպության կենտրոնակայանի։ Երրորդ հարկում գտնվում էին վարչական գրասենյակները։ Երկրորդում հոգեբանական իրավաբանական օգնության սենյակներ։ Առաջին հարկում բաց համայնքային տարածք, որտեղ խոցելի վիճակում գտնվող ցանկացած անձ կարող էր մտնել, տաք սուրճ խմել, զրուցել, ուղղորդում ստանալ։ Թիմը բազմազան էր որակավորված։ Մարիանա Հովհաննիսյանը 15 տարվա փորձ ունեցող սոցիալական աշխատող հանրային քաղաքականության ոլորտում ստանձնեց գործադիր տնօրենի պաշտոնը։ Պավել Ավագյանը տարեցների իրավունքների մասնագետ փաստաբան համակարգում էր իրավաբանական բաժինը։ Բայց ամենակարևոր խորհրդատուները պարոն Հովսեփը, տիկին Մարիամը Գորգն էին նրանք, ում Ռաֆայելը հանդիպել էր փողոցներում։ Նրանք մասնակցում էին բոլոր կարևոր որոշումներին։ Երբ թիմը քննարկում էր, թե որտեղ տեղադրել սննդի բաշխման կետեր, պարոն Հովսեփը առաջարկում էր ռազմավարական վայրեր, հիմնվելով իր փորձի վրա։ Երբ նրանք պլանավորում էին, թե ինչպես մոտենալ անօթան տարեցներին, տիկին Մարիամը բացատրում էր յուրաքանչյուր մարդու ժամանակն ու տարածքը հարգելու կարևորությունը։ Գորգը թիմին սովորեցնում էր փողոցային կյանքի չգրված կանոնների մասին, թե ինչպես բացահայտել, թե ով էր իսկապես կարիքի մեջ, ով կարող էր խաբել։ Հիմնադրամի առաջին մեծ գործողությունը ապաստարանների ստուգումն էր։ Դատական թույլտվությամբ թիմերը, որոնք բաղկացած էին սոցիալական աշխատողներից, փաստաբաններից, նախկին անօթաններից, այցելեցին Երանի 32 հանրային մասնավոր ապաստարաններ։ Այն, ինչ նրանք գտան, ցնցող էր։ Այդ հաստատություններից 15-ը անհամապատասխան պայմաններ էին ներկայացնում։ Գերբնակեցում, հիգիենայի բացակայություն, վատ սնունդ, համապատասխան բժշկական օգնության բացակայություն, անպատրաստ աշխատողներ, որոշ դեպքերում ակնհայտ վատ վերաբերմունք։ Հիմնադրամը ոչ միայն հրապարակայնորեն մերկացրեց այդ վայրերը, այլ առաջարկեց այլընտրանքներ։ Աշխատելով քաղաքապետարանի մարզային կառավարության հետ, նրանք կարողացան վատագույն ապաստարանների բնակիչներին տեղափոխել արժանապատիվ ժամանակավոր վայրեր, մինչ անհրաժեշտ վերանորոգումներն արվում էին։
Այն ապաստարանները, որոնք հրաժարվեցին բարելավել, դատական կարգով փակվեցին։ Բայց ստուգումը բավարար չէր։ Հիմնադրամը պետք է լուծումներ ստեղծեր։ Ռաֆայելը գնեց հողատարածք Երանի հարավային հատվածում, սկսեց կառուցել առաջին մշտական բնակելի համալիրը փողոցներից փրկված տարեցների համար։ Դրանք կլինեին 50 անհատական միավորներ, յուրաքանչյուրը սենյակով, լոգարանով, փոքր խոհանոցով։ Կլինեին ընդհանուր տարածքներ, համայնքային այգի, համայնքային սենյակ, բուժքույրական կետ, 24-ժամյա հերթապահությամբ։ Տիկին Լուսինեն մանրամասն հետում էր ամեն ինչին։ Նրա առողջությունը զգալիորեն բարելավվել էր։ Սպիտակ մազերն այժմ խնամված էին, նա քաշ էր հավաքել, դեմքը մի փոքր գույն էր ստացել։ Բայց ամենակարևորը աչքերի փայլն էր։ Նա նպատակ էր գտել։ Ամեն օր տիկին Լուսինեն գնում էր հիմնադրամի գրասենյակ։ Խոսում էր օգնություն փնտրող մարդկանց հետ։ Նա կապ հաստատելու հատուկ կարողություն ուներ։ Գուցե որովհետև նա եղել էր այնտեղ, որտեղ նրանք էին։ Նա գիտեր, թե ինչպես էր փողոցի գիշերային ցուրտը, հաջորդ կերակուրի անորոշությունը, սոցիալական անտեսանելիությունը։ Մի առավոտ, մոտ 75 տարեկան մի տիկին մտավ հիմնադրամ։ Նա կեղտոտ էր, պատրված հագուստով, իր բոլոր իրերը տանում էր երկու պլաստիկ տոպրակով։ Նա կասկածանքով նայում էր շուրջը, որսված կենդանու նման։ Ընդունարանի աշխատողը փորձեց մոտենալ նրան, բայց տիկինը հետ քաշվեց։ Տիկին Լուսինեն այդ պահին անցնում էր առաջին հարկով։ Նա անմիջապես ճանաչեց կնոջ աչքերում վախը։ Նա դանդաղ մոտեցավ, մեղմ ժպիտով։ Բարի օր։ Իմ անունը Լուսինե է։ Կուզեք մի փոքր նստել։ Մենք թարմ սուրճ ունենք։ Տիկինը վարանեց, բայց տիկին Լուսինեի դեմքին ինչ-որ բան ստիպեց նրան դրականորեն գլխով անել։ Նրանք նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ։ Տիկին Լուսինեն սուրճ լցրեց կարագով հաց բերեց։ Կինը կերավ հուսահատ քաղցով, բայց փորձելով պահպանել ինչ-որ արժանապատվություն։ Ինչ է ձեր անունը։ Կինը ձեռքի հետով սրբեց բերանը նախքան պատասխանելը։ Թերեզա։ Թերեզա Սահակյան։ Հաճելի է, տիկին Թերեզա։ Որքան ժամանակ եք փողոցներում։ 4 ամիս։ Իմ խրճիթը կորցրեցի ջրհեղեղի ժամանակ։ Փաստաթղթեր չունեի, ոչինչ չունեի։ Իմ երեխաները հեռու են ապրում, չկարողացա կապ հաստատել։ Տիկին Լուսինեն գլխով արեց, հասկացողությամբ։ Նա գիտեր այդ պատմությունը։ Դրա տարբերակները, բայց էապես նույն ողբերգությունը։ Մենք կօգնենք ձեզ։ Մենք կստանանք ձեր փաստաթղթերը, մենք ձեզ մաքուր հագուստ կտանք, լոգանք ընդունելու տեղ։ Եվ մենք կփորձենք գտնել ձեր երեխաներին։ Թերեզան սկսեց լուր լացել։ Տիկին Լուսինեն բռնեց նրա ձեռքը սեղանի վրայից։ Ես գիտեմ, թե ինչպես է դա, Թերեզա։ Ես էլ եմ եղել փողոցներում։ Ես էլ եմ աղբ հավաքել գոյատելու համար։ Գիտեմ, որ թվում է, թե ոչ ոք չի հոգում, որ դու անտեսանելի ես դարձել։ Բայց դու այստեղ անտեսանելի չես։ Այդ զրույցը հարյուրավոր անգամներ կրկնվեց հաջորդ ամիսներին։ Յուրաքանչյուր մարդ, ով գալիս էր հիմնադրամ, կրում էր լքվածության, ձախողող համակարգի, գողացված արժանապատվության պատմություն։ Եվ նրանցից յուրաքանչյուրը տիկին Լուսինեի մեջ գտնում էր մեկին, ով իսկապես հասկանում էր։ Հիմնադրամը սկսեց գործել ընտանեկան որոնման վերամիավորման ծառայություն։ Շատ տարեցներ փողոցներում կորցրել էին կապը հարազատների հետ պարզապես այն պատճառով, որ հաղորդակցության միջոցներ չունեին։ Իրավաբանական թիմը աշխատում էր կորցրած փաստաթղթերը ստանալու համար։ Սոցիալական աջակցության բաժինը ակտիվ որոնումներ էր անում հարազատների համար։ 3 ամսվա ընթացքում նրանք կարողացան վերամիավորել 23 տարեցների իրենց ընտանիքների հետ։ Բայց ոչ բոլոր պատմություններն ունեին վերամիավորում։ Որոշ տարեցներ իսկապես լքվել էին այն ընտանիքների կողմից, ովքեր չէին ցանկանում նրանց խնամելու անհարմարությունը։ Այդ դեպքերի համար հիմնադրամը դառնում էր ընտանիք։ Եվ կառուցվող բնակելի համալիրը կլիներ նրանց վերջնական տունը։ Ռաֆայելը հետում էր շինարարության յուրաքանչյուր մանրուքին։ Նա ուզում էր, որ այն կատարյալ լինի։ Ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ջերմ։ Նա լանդշաֆտային դիզայներ վարձեց, գեղեցիկ այգիներ ստեղծելու համար։ Տեղադրեց համայնքային գրադարան։ Ստեղծեց կինոդահլիճ շաբաթական ցուցադրությունների համար։
Յուրաքանչյուր միավոր սիրով կահավորվեց, ներառյալ բնության լուսանկարներ պատերին, բույսեր, փոքրիկ մանրամասներ, որոնք տարբերություն էին ստեղծում։ Մի օր, մինչ նա ստուգում էր շինարարությունը, Ռաֆայելը նկատեց, որ տիկին Լուսինեն իր կողքին էր։ Նա դիտում էր կառուցվող շենքերը, աչքերը լի արցունքներով։ Ինչ է, մայրիկ։ Ինչ-որ բան սխալ է։ Նա գլխով արեց, ժպտալով արցունքների միջից։ Ոչ, որդիս։ Ամեն ինչ ճիշտ է։ Ավելի ճիշտ, քան կարող էի պատկերացնել։ Ես մտածում էի, որ եթե ես ստիպված լինեի նորից անցնել այդ ամենի միջով, այստեղ հասնելու համար, այսքան շատ մարդկանց օգնելու համար, ես կանցնեի։ Որովհետև հիմա դա իմաստ ունի։ Ռաֆայելը գրկեց մորը, կոկորդում կծկում զգալով։ Նրա տառապանքը վերածվել էր նպատակի։ Ցավը առաջացրել էր իրական փոփոխություն։ Բայց նա գիտեր, որ երբեք ամբողջությամբ չէր ների իրեն, նրան նախապես տառապել թույլ տալու համար։ Հիմնադրամը նա սկսեց ազդել հանրային քաղաքականության վրա։ Մարիանան Պավելը օրինագիծ ներկայացրեցին Երանի օրենսդիր ժողովին, սահմանելով պարտադիր նվազագույն ստանդարտներ բոլոր տարեցների ապաստարանների համար, հանրային կամ մասնավոր։ Պարտադիր անակնկալ ստուգումներ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։ Խիստ պատիժներ չկատարելու համար։ Հանրային ֆինանսավորում այն ապաստարանների համար, ովքեր գերազանցությամբ կհամապատասխանեն ստանդարտներին։ Նախագիծը զանգվածային աջակցություն ստացավ այն բանից հետո, երբ տիկին Լուսինեի պատմությունը դարձավ ազգային։ Այլ մարզեր սկսեցին մշակել նմանատիպ օրենսդրություններ։ Հիմնադրամը խորհրդակցվեց որպես լավագույն փորձի հղում։ Մինչդեռ Վիվիանի դեմ դատավարությունը զարգանում էր դատարանում։ Նա փորձեց տարբեր բողոքարկումներ, տեխնիկական փաստարկներ, բայց ապացույցները ճնշող էին։ Փոխանցումների անդորրագրերը, ուրվական ընկերությունը, նրա ձայնագրված խոստովանությունը, բանկային գրանցումները, որոնք ցույց էին տալիս, թե ուր էր գնացել գումարը։ Նրա դատավարությունը նշանակված էր 2 ամիս անց։ Ռաֆայելը հաճույք չէր զգում նրան դատապարտված տեսնելու հեռանկարից։ Միայն խորը տխրություն, այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ ավարտվել։ Վիվիանը արդյունավետ էր, նույնիսկ տաղանդավոր։ Բայց ագահությունն ու կարեկցանքի բացակայությունը կործանել էին նրան։ Նա ընտրել էր տիկին Լուսինեին դիտարկել որպես իմիջի խնդիր, այլ ոչ թե որպես մարդու, ով արժանի էր խնամքի։ Հիմնադրամի գործունեության սկսվելուց 5 ամիս անց բնակելի համալիրը պատրաստ էր։ Շաբաթ կեսօր էր, երբ տեղի ունեցավ բացումը։ Հարյուրավոր մարդիկ էին ներկա։ Նվիրատուներ, կամավորներ, իշխանություններ, մամուլ։ Բայց պատվավոր հյուրերը 50 տարեցներն էին, ովքեր կստանային իրենց նոր տների բանալիները։ Նրանց մեջ էր տիկին Թերեզան, այն առաջին տիկինը, ում տիկին Լուսինեն ապաստան էր տվել։ Պարոն Հովսեփը, ով այժմ բացի խորհրդատու լինելուց, բնակիչ էր լինելու։ Տիկին Մարիամը, գորգը շատ ուրիշներ, ում հիմնադրամը փողոցներից հանել էր վերջին ամիսներին։ Ռաֆայելը կարճ ելույթ ունեցավ։ Նա խոսեց երկրորդ հնարավորությունների, արժանապատվության, ճիշտը անելու մասին, նույնիսկ երբ դա դժվար է։ Բայց բացման ժապավենը կտրեց տիկին Լուսինեն։ Նա էլեգանտ էր պարզ կապույտ զգեստով, մազերը լավ սանրված, աչքերը փայլում էին հույզից։ Այս վայրը ներկայացնում է ավելին, քան տներ։ Այն ներկայացնում է հույս։ Այն ներկայացնում է, որ երբեք ուշ չէ նորից սկսել, երբեք ուշ չէ տարբերություն ստեղծել։ Բոլորիդ, ովքեր այստեղ եք բնակվելու, սա ձեր տունն է։ Իսկապես։ Ոչ ժամանակավոր, ոչ պայմանական։ Իսկական տուն, որտեղ դուք կունենաք արժանապատվություն մինչ ձեր կյանքի վերջը։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Արցունքներ էին հոսում շատ դեմքերից։ Տիկին Թերեզան ուժեղ գրկեց տիկին Լուսինեին։ Պարոն Հովսեփը, այն խիստ տղամարդը, ով հազվադեպ էր հույզեր ցույց տալիս, բացահայտ լացում էր։ Դա կոլեկտիվ փոխակերպման, բուժման, վերջապես արդարության հաստատման պահ էր։ Վիվիան Հարությունյանի դատավարությունը սկսվեց օգոստոսի ցուրտ առավոտյան։ Դատարանը լեփ-լեցուն էր։ Լրագրողները զբաղեցնում էին աթոռների կեսը, գործը ազգային հնչեղություն էր ստացել։ Ռաֆայելը ներկա էր, նստած առաջին շարքերում, դոկտոր Ավետիսի կողքին։ Տիկին Լուսինեն որոշել էր չգնալ։ Ասաց, որ նախընտրում է օրն անցկացնել հիմնադրամում, որտեղ օգտակար է փոխանակ վերակենդանացնել անցյալի ցավերը։ Վիվիանը մտավ սենյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նա փոխվել էր վերջին ամիսներին։
Նախկինում անթերի մազերն այժմ ավելի կարճ էին առանց սովորական մասնագիտական խնամքի։ Հագուստը զուսպ էր, ոչինչ այն բրենդային հագուստներից, որոնք նա սովորաբար կրում էր։ Բայց ամենաշատը փոխվել էր արտահայտությունը։ Ամբարտավան ինքնավստահությունը անհետացել էր, փոխարինվելով տեսանելի լարվածությամբ։ Դատախազ դոկտոր Կարեն Դավթյանը, 50-ամյա փորձառու մի տղամարդ, ներկայացրեց գործը մեթոդական կործանարար կերպով։ Նա ցույց տվեց կեղծ պայմանագրերը, փոխանցումների անդորրագրերը, ուրվական ընկերության գրանցումը, արտասահմանում կատարված ֆինանսական ներդրումները։ Նա ներկայացրեց տիկին Լուսինեի լուսանկարները փողոցներում, հակադրելով դրանք այն շքեղ բնակարանի լուսանկարներին, որը Վիվյանը գնել էր շեղված գումարով։ Տիկին Լուսինեի ցուցմունքը կարդացվեց դատարանում, քանի որ նա ներկա չէր։ Նրա խոսքերը նկարագրում էին այն անապահով ապաստարանը, որտեղ նա տեղավորվել էր, անառողջ պայմանները, հուսահատությունը, երբ նրան դուրս էին շպրտել առանց փաստաթղթերի ուղղության։ Դատարանում ներկա շատերը լացեցին ընթերցման ժամանակ։ Վիվյանի պաշտպանությունը դոկտոր Ռոբերտ Գրիգորյանի ղեկավարությամբ փորձեց պնդել, որ նա պարզապես վարչական սխալ էր գործել, որ նա գումարը այլ նպատակներով էր օգտագործել, բայց մտադրություն ուներ ի վերջո համապատասխան խնամք ապահովել։ Դա թույլ փաստարկ էր, սենյակում բոլորը գիտեին դա։ Ռաֆայելը կանչվեց ցուցմունք տալու։ Նա նստեց վկաների աթոռին, երդվեց, սպասեց հարցերին։ Դատախազը սկսեց հաստատելով Ռաֆայելի Վիվյանի միջ մասնագիտական հարաբերությունները, տարիների ընթացքում նրան տրված վստահությունը։ Պարոն Մանուկյան, երբ դուք պարզեցիք, որ ձեր մայրը Դիլիջանի առանձնատանը չէ, ո՞րն էր ձեր առաջին արձագանքը։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը։ Անհավատություն։ Ես կարծում էի, որ սխալ կա, որ իմ մայրը շփոթված է։ Բայց երբ տեսա, թե նա իրականում որտեղ էր, երբ հասկացա, որ ինչ-որ մեկը, ում ես վստահում էի, արել էր դա, ասես հողը սահեց իմ ոտքերի տակից։ Եվ երբ դուք դիմակայեցիք ամբաստանյալին միջոցների շեղման վերաբերյալ, նա չհերքեց։ Իրականում նա փորձեց արդարացնել, ասելով, որ արժանի էր այդ գումարին տարիների ընթացքում մատուցված ծառայությունների համար։ Կարծես խոցելի տարեցի համար նախատեսված միջոցները գողանալը որը տեսակի բոնուս լիներ լավ կատարման համար։ Դոկտոր Գրիգորյանը ոտքի կանգնեց հակահարցաքննության համար։ Պարոն Մանուկյան, ճիշտ չէ, որ դուք գրեթե 2 տարի չեք այցելել ձեր մորը անձամբ։ Ռաֆայելը վարանեց ընդամենը 1 վայրկյան։ Ճիշտ է։ Եվ դա մի մեղք է, որը ես կկրեմ հավերժ։ Բայց ընտանեկան անտեսումը չի արդարացնում միջոցների շեղումը, փաստաթղթերի կեղծումը։ Բայց դուք չեք կարծում, որ ձեր սեփական անտեսումը նպաստել է իրավիճակին։ Նպաստել է։ Բացարձակապես։ Եթե ես ավելի լավ, ավելի ներկա որդի լինեի, դա երբեք չէր պատահի։ Բայց տարբերությունն այն է, որ ես սխալվում էի։ Վիվյանը գիտակցաբար հանցագործություն էր կատարում։ Դատավոր դոկտոր Ֆերնանդո Բաբայանը, 60-ամյա խիստ մի տղամարդ, ընդհատեց. Ընտանիքի անդամի մեղքը դատի տակ չէ այստեղ։ Եկեք կենտրոնանանք մեղադրանքի էության վրա։ Դատավարությունը տեց 3 օր։ Լսվեցին վկաներ։ Արածակ ծերանոցի ադմինիստրատորը հաստատեց, որ տիկին Լուսինեն երբեք այնտեղ բնակիչ չի եղել։ Այն անապահով ապաստարանի տնօրենը, որտեղ նա իրականում մնացել էր, հաստատեց, որ Վիվյան անունով մի կին էր գրանցում կատարել, վճարելով նվազագույն գումարներ, կեղծելով տեղեկություններ։ Հաշվապահական փորձագետները ցույց տվեցին գումարի հետքը, աներկբայորեն ապացուցելով, որ Վիվյանը անօրինական կերպով հարստացել էր։ Վերջին օրը Վիվյանը հնարավորություն ունեցավ խոսելու իր պաշտպանության համար։ Նա ոտքի կանգնեց, ձեռքերը մի փոքր դողում էին։ Ես ուզում եմ սկսել ասելով, որ գիտեմ, որ իմ արածը սխալ էր։ Արդարացում չկա։ Ես տեսա հնարավորություն, օգտվեցի դրանից։ Ես ինքս ինձ համոզեցի, որ պարզապես ստանում էի այն, ինչին արժանի էի, բայց խորքում ես գիտեի, որ գողանում էի։ Ես գողանում էի տարեց խոցելի տիկնոջից, ինչը ամեն ինչ էլ ավելի վատ է դարձնում։ Նա դադար տվեց, ձայնը կոտրվելով։ Ես անցկացրի այս ամիսները, փորձելով հասկանալ, թե ինչպես հասա այս կետին։ Ինչպես մեկը, ով իրեն իրավասու մասնագետ էր համարում, կարող էր այդքան դաժան բան անել։ Ճշմարտությունն այն է, որ ես կորցրեցի հեռանկարը։ Ես այնքան կենտրոնացա թվերի, կերպարի, հաջողության վրա, որ մոռացա, որ իրական մարդկանց հետ էի գործ ունենում։
Տիկին Լուսինեն դարձավ պարզապես լուծում պահանջող խնդիր, այլ ոչ թե զգացմունքներ իրավունքներ ունեցող մարդ։ Վիվիանը ուղիղ նայեց Ռաֆայելին։ Ռաֆայել, գիտեմ, որ ներողություն խնդրելը աննշան է իմ արածի կողքին։ Բայց ես պետք է ասեմ, որ շատ եմ ցավում։ Իսկապես շատ։ Ձեր մայրը արժանի չէր այն բանին, ինչ ես արեցի նրա հետ։ Դուք արժանի չէիք այս դավաճանությանը։ Եվ ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ, փորձելով հասկանալ, թե ինչպես թույլ տվեցի ինձ այդքան սարսափելի բան անել։ Ռաֆայելը չպատասխանեց։ Նա պարզապես նայեց նրան, զայրույթի, խղճահարության տխրության խառնուրդով։ Ժյուրին հեռացավ խորհրդակցելու։ 3 ժամ անց նրանք վերադարձան դատավճռով։ Վիվիան Հարությունյանը մեղավոր ճանաչվեց որակյալ յուրացման, փաստաթղթերի կեղծման խոցելի տարեցի նկատմամբ վատ վերաբերմունքի համար։ Դատավճիռը 8 տարվա ազատազրկում էր փակ ռեժիմով, առանց առաջին 3 տարիներին ազատության հնարավորության։ Բացի այդ, նա դատապարտվեց վերադարձնելու շեղված ամբողջ գումարը, ճշգրտումներով տոկոսներով։ Երբ դատավճիռը կարդացվեց, Վիվիանը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Նա չլացեց, չբողոքեց։ Պարզապես ընդունեց։ Ռաֆայելը դիտեց, թե ինչպես էին նրան դուրս տանում դատարանից։ Նա դատարկ բավարարվածություն էր զգում։ Արդարությունը հաստատվել էր, բայց դա չէր ջնջում այն տառապանքը, որն անցել էր իր մայրը։ Դատարանի դրսում լրագրողները շրջապատեցին Ռաֆայելին։ Նա կարճ հայտարարություն արեց. Այսօր արդարությունը հաստատվեց։ Բայց դա տոնելու առիթ չէ։ Տխուր է, երբ այդքան մեծ ներուժ ունեցող մեկը ընտրում է սխալի ճանապարհը։ Հուսով եմ, որ այս դեպքը օրինակ կծառայի։ Որ այն ցույց կտա, որ խոցելի մարդկանց միջոցները շեղելը լուրջ հետանքներ կունենա։ Եվ ավելի կարևոր, հուսով եմ, որ այն կհիշեցնի ընտանիքներին անձամբ ստուգել, թե ինչպես են վերաբերվում իրենց տարեցներին։ Մի պատվիրակեք այդ պատասխանատվությունը ամբողջությամբ երրորդ անձանց։ Այդ գիշեր Ռաֆայելն անմիջապես գնաց այն տունը, որը գնել էր իր մոր համար, միասին ապրելու։ Դա նույն պարզ տունն էր, որտեղ նա մեծացել էր Երանի Էրեբունի թաղամասում։ Ռաֆայելը այն նորից գնել էր նոր տերերից մեծ գումարով ամբողջությամբ վերանորոգել էր, պահպանելով բնօրինակ էությունը։ Փոքրիկ խոհանոցը, որտեղ տիկին Լուսինեն պատրաստում էր իր կերակուրները։ Սենյակը, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում։ Բակը, որտեղ նա խաղում էր մանուկ ժամանակ։ Տիկին Լուսինեն խոհանոցում ընթրիք էր պատրաստում, երբ նա եկավ։ Նա պնդել էր, որ ինքը պատրաստի, նույնիսկ Մոնիկայի բուժքույրի օգնություն առաջարկելով։ Ասում էր, որ որդու համար ուտելիք պատրաստելը ստիպում էր իրեն օգտակար, անհրաժեշտ զգալ։ Ինչպես անցավ դատավարությունը։ Ռաֆայելը նստեց խոհանոցի սեղանին, դիտելով մորը, որ խառնում էր կաթսան վառարանին։ Նա դատապարտվեց։ 8 տարի, առանց առաջին 3 տարիներին ազատության հնարավորության։ Տիկին Լուսինեն դանդաղ գլխով արեց։ Նա ուրախ կամ տխուր չէր թվում, պարզապես մտածկոտ էր։ Ես ներում եմ նրան, գիտես։ Ռաֆայելը զարմանքով նայեց մորը։ Ինչպես կարող եք ներել, մայրիկ։ Այն ամենից հետո, ինչ նա արեց։ Տիկին Լուսինեն անջատեց կրակը, նստեց որդու կողքին։ Որովհետև զայրույթ պահելը միայն մեզ է ցավեցնում։ Նա կվճարի իր արածի համար, տարիներ կունենա իր սխալների մասին մտածելու։ Բայց ես չեմ ուզում այդ ատելության բեռը կրել իմ սրտում։ Ես արդեն բավականին բեռ եմ կրել այդ ամիսներին փողոցներում։ Բայց նա գրեթե կործանեց ձեզ։ Գրեթե։ Բայց չկործանեց։ Ես այստեղ եմ ողջ, առողջ, տարբերություն ստեղծելով այլ մարդկանց կյանքում։ Եթե ես մնամ ատելության գերին, նա դեռ կցավեցնի ինձ նույնիսկ բանտից ներսից։ Ես նախընտրում եմ այդ էներգիան օգտագործել նրանց օգնելու համար, ովքեր կարիք ունեն։ Ռաֆայելը բռնեց մոր ձեռքը, զարմացած նրա ներելու կարողությունից։ Նա վստահ չէր, թե արդյոք ինքը կկարողանար նույնն անել, բայց հիանում էր նրա ուժով։ Նրանք միասին ընթրեցին, խոսելով հիմնադրամի պլանների մասին։ Տիկին Լուսինեն պատմեց տիկին Թերեզայի մասին, ով կարողացել էր վերամիավորվել իր երեխաների հետ։ Պարոն Հովսեփի մասին, ով օգնում էր կազմակերպել համայնքային այգի բնակելի համալիրում։ Գորգի մասին, ով սկսել էր դասախոսություններ կարդալ դպրոցներում կարեկցանքի մարդկային արժանապատվության մասին։ Կիրակի էր։ Սուրբ օրը, որը Ռաֆայելը խոստացել էր ամբողջությամբ նվիրել։ Մորը։
Նրանք վաղ արթնացան գնացին թաղամասի եկեղեցու պատարագին, նույն եկեղեցին, որտեղ տիկին Լուսինեն աղոթում էր, երբ Ռաֆայելը երեխա էր։ Այնուհետ նրանք առավոտն անցկացրեցին միասին եփելով, պատրաստելով այն տնական լոլիկի սոուսով մակարոնը, որը նա պատրաստում էր, երբ նա փոքր էր։ Կեսօրին նրանք նստեցին բակում, մանգոյի ծառի ստվերի տակ։ Ռաֆայելը նոթատետր ուներ, որտեղ գրանցում էր գաղափարներ հիմնադրամի համար։ Տիկին Լուսինեն գործում էր մի գործունեություն, որը նա վերսկսել էր տարիներ անց։ Գիտես, որդիս, ես մտածեցի, մենք պետք է ընդլայնենք հիմնադրամը դեպի այլ մարզեր։ Ռաֆայելը նայեց մորը, հաշվի առնելով գաղափարը։ Դա հավակնոտ է։ Բայց հնարավոր։ Մենք արդեն հայտեր ունենք մի քանի քաղաքներից, որոնք ցանկանում են կրկնօրինակել մեր մոդելը։ Ուրեմն կանենք։ Որքան հեռու կարողանանք հասցնել այս ուղերձը, այնքան ավելի շատ կյանքեր կփոխենք։ Եվ հենց դա էլ նրանք արեցին։ Հաջորդ ամիսներին Լուսինե Մանուկյան հիմնադրամը մասնաճյուղեր բացեց Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում։ Յուրաքանչյուր մասնաճյուղ հետում էր նույն մոդելին։ Բազմամասնագիտական թիմեր, ներառյալ նախկին անոթաններին որպես խորհրդատուներ։ Ապաստարանների ստուգում։ Արժանապատիվ բնակարանների ստեղծում։ Ընտանեկան վերամիավորում հնարավորության դեպքում։ Ռաֆայելի տիկին Լուսինեի պատմությունը շարունակում էր ոգեշնչել մարդկանց ամբողջ երկրում։ Բայց Ռաֆայելի համար ամենակարևորը հանրային արձագանքը չէր։ Դա ամեն օր արթնանալն էր, իմանալով, որ իր մայրը այնտեղ է, ապահով, սիրված, տարբերություն ստեղծելով։ Դա կարողանալն էր նայել նրան զգալ ոչ միայն մեղք, այլ հպարտություն, երախտագիտություն երկրորդ հնարավորության համար, որը շատերը չունեն։ 5 տարի էր անցել այն անձրոտ գիշերից, երբ Ռաֆայելը մորը գտավ աղբ հավաքելիս։ 5 տարվա փոխակերպում, աչքավություն։ Լուսինե Մանուկյանի հիմնադրամն այժմ գործում էր Հայաստանի 12 մարզերում, օգնել էր ավելի քան 2000 տարեցների դուրս գալ փողոցներից, կառուցել էր 8 մշտական բնակելի համալիր, ազդել էր տարեցների խնամքի հանրային քաղաքականության զգալի փոփոխությունների վրա ազգային մակարդակով։ Ռաֆայելը նորից բեմում էր, բայց այս անգամ այլ էր։ Այլս չկար նախկին կատարողական նյարդայնությունը տպավորելու այդ կարիքը։ Դա Երանի հեղինակավոր համալսարանի ավարտական արարողությունն էր, նրան հրավիրել էին ելույթ ունենալու որպես պատվավոր հյուր։ Նա նայեց երիտասարդ շրջանավարտների հանդիսատեսին, նրանց դեմքերը լի հույսով հավակնությամբ, տեսավ այն բանի արտացոլումը, ինչ ինքն էր տարիներ առաջ։ Տիկին Լուսինեն առաջին շարքում էր, Մարիանայի, Պավելի, պարոն Հովսեփի, տիկին Մարիամի գորգի կողքին։ Բոլորը հագած պարզ էլեգանտությամբ, բոլորը հպարտ ժպտում էին։ Նրա մորը այնտեղ տեսնելը, առողջ երջանիկ, դեռ Ռաֆայելին երախտագիտության այնքան ուժեղ ալիք էր պատճառում, որ երբեմն խեղդում էր նրա շունչը։ Նա սկսեց ելույթը, ուղիղ նայելով շրջանավարտներին։ Երբ ես ձեր տարիքի էի, ավարտելով լի երազանքներով վճռականությամբ, ինչ-որ մեկը ինձ ասաց, որ հաջողությունը կչափվի իմ բանկային հաշվի չափով, իմ անվան հանրային ճանաչմամբ։ Ես տարիներ անցկացրի, հավատալով դրան։ Ես կառուցեցի միլիարդավոր ընկերություն։ Ես հայտնվեցի ամսագրերի շապիկներին։ Ես ելույթներ ունեցա միջազգային կոնֆերանսներում։ Եվ կարծում էի, որ հաղթել եմ։ Նա դադար տվեց, թույլ տալով բառերին հանգստանալ։ Բայց այն գիշերը, երբ ես իմ մորը գտա Երանի փողոցներում աղբ հավաքելիս, մինչ ես վերադառնում էի միջոցառումից, որտեղ ես ելույթ էի ունեցել մարդկային արժանապատվության մասին, ես հասկացա, որ կորցրել եմ։ Ես կորցրել էի այն, ինչն իսկապես կարևոր էր։ Ես փոխանակել էի ներկայությունը հեղինակության հետ։ Ես ընտրել էի ծափահարությունները գրկախառնությունների փոխարեն։ Ես հաջողակ էի դարձել աշխարհի աչքերում, ձախողելով որպես որդի։ Բոլորի ուշադրությունը նրա վրա էր։ Ռաֆայելը շարունակեց, ձայնը լի անկեղծ հույզերով։ Իմ մայրը 6 ամիս անցկացրել է փողոցներում, որովհետև ես անտեսող էի։ Որովհետև ես վստահեցի սխալ մարդկանց, որովհետև չստուգեցի, որովհետև շատ զբաղված էի իմ կերպարը կառուցելով, հոգ տանելու այն մարդու մասին, ով ինձ ամեն ինչ տվել էր։ Եվ դա մի մեղք է, որը ես կկրեմ հավերժ։ Նա ուղիղ նայեց տիկին Լուսինեին, ով լուռ արցունքներ էր սրբում։ Բայց իմ մայրը, այն արտասովոր կինը, ով նստած է այնտեղ, առաջին շարքում, ինձ հիմնարար բան սովորեցրեց։ Նա ինձ սովորեցրեց, որ երբեք ուշ չէ ճիշտը անել։ Որ քավությունը հնարավոր է, երբ այն ուղեկցվում է անկեղծ գործողությամբ։ Որ երկրորդ հնարավորությունները թանկարժեք նվերներ են, որոնք մենք չպետք է վատնենք։
Ռաֆայելը սկսեց պատմել հիմնադրամի պատմությունը։ Ինչպես էին նրանք սկսել փոքր աճել նպատակով։ Ինչպես էին նախկին անօթանները դարձել արժեքավոր խորհրդատուներ։ Ինչպես էր յուրաքանչյուր փրկված տարեց ներկայացնում վերամիավորված ընտանիք, վերականգնված արժանապատվություն, փոխակերպված կյանք։ Բայց այն դասը, որը ես ուզում եմ ձեզ թողնել այսօր, հիմնադրամների կամ սոցիալական նախագծերի մասին չէ։ Այն առաջնահերթությունների մասին է։ Դուք կհեռանաք այստեղից, աշխարհը ձեզ հազար հնարավորություններ կառաջարկի։ Որոշները գումար կխոստանան, որոշները փառք։ Եվ հավակնության կամ ֆինանսական հաջողության մեջ ոչինչ սխալ չկա։ Բայց երբեք մի զոհաբերեք այն մարդկանց, ում սիրում եք, այդ բաների փոխարեն։ Նա պատմեց իր մոր հետ Սուրբ Կիրակի օրերի մասին։ Միասին եփելու, միասին ծիծաղելու, կորցրած ժամանակը վերականգնելու մասին։ Այն մասին, թե ինչպես էին այդ պարզ պահերը անսահմանորեն ավելի արժեքավոր, քան ցանկացած միլիոնավոր պայմանագիր, որը նա ստորագրել էր։ Ձեզանից քանիսն ունեն ողջ տատիկներ ու պապիկներ։ Բարձրացրեք ձեռքերը։ Շրջանավարտների մոտ կեսը բարձրացրեց ձեռքերը։ Երբ եք վերջին անգամ այցելել այդ տատիկներին ու պապիկներին։ Երբ եք մի ամբողջ կեսօր անցկացրել նրանց հետ։ Երբ եք լսել նրանց պատմությունները։ Շատ ձեռքեր իջան, դեմքերը մտածկոտ դարձան։ Մի սպասեք, մինչ ուշ լինի։ Մի սպասեք, մինչ նրանք խոցելի կամ հիվանդ լինեն, հիշելու համար, որ գոյություն ունեն։ Մեր ունեցած ժամանակը մեր սիրելիների հետ սահմանափակ է թանկարժեք։ Ոչ մի մասնագիտական հաջողություն չի փոխհատուցում այդ ժամանակը կորցնելը։ Ռաֆայելը խոսեց այն մասին, թե ինչպես էր Tech Vision-ը շարունակում բարգավաճել, բայց այժմ այլ փիլիսոփայությամբ։ Շահույթի 20%-ը գնում էր հիմնադրամին։ Աշխատակիցներն ունեին վճարովի արձակուրդի քաղաքականություն, տարեց ընտանիքի անդամներին խնամելու համար։ Ընկերությունը դարձել էր հղում ոչ միայն տեխնոլոգիայի, այլ անկեղծ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում։ Հաջողությունը չի չափվում միայն նրանով, ինչ դուք ձեռք եք բերում ձեզ համար, այլ այն դրական ազդեցությամբ, որը դուք ստեղծում եք ուրիշների կյանքում։ Իմ մայրը ինձ դա սովորեցրեց հնարավոր ամենադաժան ձով։ Բայց հիմա միասին մենք փորձում ենք ապահովել, որ այլ մարդիկ ստիպված չլինեն սովորել այդ դասը տառապանքի միջոցով։ Նա պատմեց տիկին Թերեզայի մասին, ով վերամիավորվել էր իր երեխաների հետ, այժմ կամավոր էր հիմնադրամում, օգնելով այլ տարեցների, ովքեր վախեցած կորած էին գալիս։ Պարոն Հովսեփի մասին, ով դարձել էր դադարի տեսնել։ Նրանց թողած դասը պարզ էր համընդհանուր։ Երբեք ուշ չէ ճիշտը անել։ Սերը կարող է ողբերգությունները վերածել նպատակի։ Եվ հաջողության իրական չափը ոչ թե այն է, ինչ մենք կուտակում ենք, այլ այն դրական ազդեցությունը, որը մենք ստեղծում ենք ուրիշների կյանքում, սկսած այն մարդկանցից, ում ամենաշատն ենք սիրում։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռաֆայելի տիկին Լուսինեի պատմությունը խորապես տիպել է ձեր սրտերին։ Քավության, սիրո փոխակերպման այս ճանապարհորդությունը հիշեցնում է մեզ, որ երբեք ուշ չէ վերամիավորվել մեր սիրելիների հետ, տարբերություն ստեղծել նրանց կյանքում, ովքեր ամենաշատն են կարիք ունենում։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեզ մոտ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ընտանեկան սիրո մարդկային արժանապատվության ուժը փառաբանող ավելի շատ պատմություններ ստանալու համար։ Սեղմեք հավանելու կոճակը, եթե տիկին Լուսինեի պատմությունը ոգեշնչել է ձեզ, մեկնաբանություններում կիսվեք ձեր սեփական մտորումներով ընտանիքի, ներողամտության երկրորդ հնարավորությունների մասին։ Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք յուրահատուկ պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունները, հիշեցնում մեզ, թե ինչն է իսկապես կարևոր։ Մեզ հետ այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար դիտեք մեր հատուկ երգացանկը, հավասարապես հուզիչ պատմություններով։ Գտեք, սեղմելով այստեղ կողքին։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանություններին, շարունակելու ենք կիսվել փոխակերպող պատմություններով։ Մինչ հաջորդ անգամ։